պայթուցիկ նյութերի պահեստ էին հայտնաբերել հենց մեր օֆիսների տակը, տերորիստներով են շրջապատած, փորձում եմ հասկանամ, հիմա կնոջս ինչ ասեմ։ Եղել եք Սիրիա, Սոմալի, Աֆղանստան ամենաթեժ այսպես ճգնաժամային երկրներում։ Աշխարհ տեսա, աշխարհի այն մասերը, որոնք շատ քիչ մարդ է տեսել։ Պարզվեց, որ մենք նաև պիտի պետություն սարքենք զրոյից։ Որպես դիկտատոր ինչ որոշում եք կայացրել։ Աֆղանստանի ամենախոշոր բանկը, որտեղ մեր գումարներն են պահվում, սկսեց քանդվել։ Ունենք նաև 20,000 հատ ուղտ, 10,000 հատ էշ ու չգիտեմ քանի հատ մեքենա։ Արցախի պետնախարարի գլխավոր խորհրդականն էիք։ Դուք ոչ մի շանս չունեք։ Արցախի անկումից հետո Հայաստանը ինչ հետևություններ պիտի անի։ Ամերիկյան համալսարանում էվակուացիայի պլաններ են մտածում։ Գիտությամբ ֆիզիկոս եք, քաոսի մեջ օրենքներով եք առաջնորդվել։ Ճշտապահ, խոսքի տեր, կազմակերպված։ Ասում եք մեր մասին է խոսքը գնում, թե ուրիշ այրի մասին։ Ողջույն։ Ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Ի դեպ, մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Ի դեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը Դավիթ Հակոբյանն է, դիվանագետ եւ շուրջ 30 տարի ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ աշխատած մի մարդ։ Դավիթ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալություն հավերքի համար։ Ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ Սովորաբար ես հանդիպումներ եմ ունենում շուրջը տարբեր գոլեգաներ ընկերների հետ, այդ ժամը 10-ից 11, 12-ը, կամ էլ ես հիմա հոդվածներ եմ մի քանի հատ գրում, դրա վրա եմ աշխատում, այսինքն ասենց ֆիքսած 10:30-ին դժվար է ասել, բայց այդ իմ առավոտյան ես շուտ եմ արտանում, 6:30-7-ին արտանում եմ։ 10:30-ը իմ համար արդեն ակտիվ ժամը պիկային։ Շատ լավ, իսկ ինչ հոդվածներ եք գրում։ Ես գեոքաղաքական տարածաշրջան զարգացում, օրինակ հիմա մի հատ հետաքրքիր գաղափար ունեմ, որ Հայաստանի նոր դիրքավորման հայեցակարգի մասին եմ ուզում գրեմ, որ Հայաստանը հայտարարի ինքը նեյտրալ երկիր է ու անվտանգ կայան, որը կարող է փոխարինի Դուբային կամ Դոհային կամ նաև նեյտրալ ոնց որ Շվեյցարիան է եղել երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ այդ կարգի, այսինքն ոչ թե մենք S բլոկից N բլոկ ենք անցնում, այլ մենք նեյտրալ ենք ու բոլորի հետ լավ հարաբերություններ ենք ուզում ունենանք։ Լավ, իսկ այդ քանի որ շատ հետաքրքիր թեմա բացեցիք, մի փոքր խորանանք դրա շուրջ, ոնց եք պատկերացնում այդ մոդելը եւ իր աշխատելը, այսինքն մոդելը ներկայացնելուց բացի։ Առաջինը իհարկե պետք է հոդվածում կոնցեպտուալ ինքը միտքը հստակ արտահայտվի ու ես մի 10-15 տարբեր գոլեգա ընկերներ, որոնք այդ նկարում հետաքրքիր կարծիքներ կարող են տալ, քննարկել ենք, մի մասը հետաքրքրված է շատ, ասում է շատ հետաքրքիր մոտեցում է, մի մասը ասում է չէ, այն ինչ որ մենք անում ենք ճիշտ է, ու դրանից շեղվել պետք չի, բայց ինձ թվում է իմ համար բան է դա, այսինքն սպեկտր տարբեր հնարավորությունների պետք է ունենք, ու այդ միշտ իմ ճգնաժամային հետո կխոսանք իրավիճակներում միշտ ունեցել եմ 3 լուծում, այսինքն 3 ճանապարհով եմ գնացել, պլան A, պլան B, պլան C, ու կախված իրավիճակներից արդեն համապատասխան քայլեր եմ արել, որ մի սցենարից մյուս անցնեմ։ Եւ այդ մոդելը բերել եք այստեղ այդ կոնցեպտում։ Շատ լավ։ Հայաստանի համար էլ, այսինքն ես չեմ գտնում, դա համար այնքան բան է արտաքին աշխարհում փոխվում, որին մենք նույն չենք կարող ենթադրել ուրա գնալու, այս ամերիկյան Իրանի պատերազմը իհարկե սպասում էին շատերը, բայց այս կարգի խորությամբ չենք սպասում ու հետևանքները մեր համար դեռ շատ խորն են լինելու ու բազմաթիվ նման բաներ, Իսրայելի վրայի Իսրայելում հարձակումը Համասի, որը լրիվ մերձավոր արևելքի քաղաքականություն, աշխարհագրականություն է, ամեն ինչ փոխեց եւ այլ, այսինքն աշխարհը ես հաճախ դրա մասին խոսում եմ, ասես մտելա տուրբուլենտության ժամանակաշրջան, ու այդ տուրբուլենտության մեջ դու չես կարող, դրա համար դու չես կառավարում այդ ուժերը, ռուս-ուկրաինական պատերազմ, որի ավտերշոկերից մեկը մեր Արցախի կորցնելն էր, որ մենք տենց չհասկացանք ոնց դա ստացվեց,
բայց այդ պատերազմի ի վերջո դա ինչ որ չափով հետևանք էր։ Ու մենք մինչև վերջի պահը չհասկացանք ու չէինք ուզում հասկանանք, ես կարող եմ դրա մասին հետո խոսենք, բայց այդ Անպայման, հա, երբ որ ինչ որ բան է անդրադառնանք։ կատարվում աշխարհում, դա հնարավոր ավտորշոկեր են մեզ հասնում, ու մենք պիտի էլի կարողանանք սցենարիներով կողնորոշվենք, ինչ ենք ուզում անել, ոնց ենք ուզում շարժվել։ Ու այդ անընդհատ դինամիկ ակտիվ միտք պահելը հնարավոր այսպես աշխարհում այս բաներ, եթե այստեղ մի բան փոխվեց, այն բանը թիթեռնիկի էֆեկտ կա, butterfly էֆեկտ կա, որ ինչ որ միտեղ թիթեռնիկը թևերն հենց չի շարժում, աշխարհի մյուս ծայրամասում կարող է հսկական փոփոխություններ լինի, այդ տուրբուլենտությունը հենց դա է նշանակում, որ ամեն մի հիմա չի ասի, որ փոքր ամերիկա պատերազմը Իրանում, բայց կարող ենք կարծել, որ դա ինչ որ մերձավոր արևելք է, մեզից հեռու աշխարհ է, բայց մեր կողքն է։ Այո։ Այսօր ես կարդացի ամերիկյան համալսարանում էվակուացիայի պլաններ են մտածում, քանի որ ամերիկյան անունը վրան դրած է, ու հնարավոր է, որ Իրանը մի օր որոշի, որ դա ամերիկյան տիրախ է։ Ու եւ այլն, էլի, այսինքն այդ կարգի բաներ անընդհատ բաց աչքերով խնդրեմ են պիտի դա, այսօր իմ համար այդ կարևոր մեսեջներից ու Արցախում շատ հաճախ մեր խնդրեմը ո՞րն էր, մենք կարծում ենք, եթե խնդրեմ կա, եթե աչքերը փակում ենք, այդ խնդրեմը չենք տեսնում, խնդրեմը վերանում է։ Իրականում մենք ուղակի մինչև խնդրեմը մեր գլխին չէր խփում, մենք չենք կենտրոնանում ու չենք փորձում լուծում գտնել, էլի, ու միշտ ամենավատ իրավիճակներում է կա վատ, ավելի վատ ու ամենավատ սցենարը, ուտեղ պետքա փորձել գտնել այդ մինիմալ ցավալի, նաև մինիմալ վատ սցենարի լուծումներ, էլի, դրա համար ասում եմ, այդ դինամիկ մտածելու, հաշվելու, սցենարիներ պատրաստ ունենալու քայլերի, դա թե երկրի համար է կարևոր, մարդու համար, բիզնեսի համար էլ նաև։ Ունեք նորարարական գաղափար կամ պատրաստի պրոդուկտ, որը կարող է դուրս գալ միջազգային շուկա, TCF-ի prelaunch.com հարթակը կօգնի թեստավորել, արդյոք ձեր արտադրանքն ունի պահանջարկ, նախքան արտադրելը կամ շուկա դուրս բերելը։ Հարթակին արդեն վստահել են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Audi-ն, Bosch-ը, Ducati-ն։ Կարծիքներ հավաքագրելուց բացի prelaunch.com-ում մարդիկ թողնում են փոքր դեպոզիտներ, ցուցաբերելով իրական գնորդի վարքագիծ։ Եվ սա հստակ ուղեցույց է հասկանալու ինչ արտադրել, ինչպես բարելավել եւ ինչպես դիրքավորվել շուկայում։ Թողնում եմ գործիքի հղումը։ Իդեպ, TCF ընկերությունում կան նաեւ ազատ աշխատանքային հաստիկներ։ Ծանոթացեք եւ դիմեք։ Շատ լավ, դրանց բոլորին կանդրադառնանք անպայման։ Գիտեմ, որ մասնագիտությամբ ֆիզիկոս եք, բայց մասնագիտությամբ չեք զբաղվել, ճիշտ եմ։ Չէ, զբաղվել եմ, ես մոտ 10 տարի ֆիզիկոս եմ եղել, սովետական վերջի 10 տարիները, դիսերտացիա ունեմ պաշտպանած, մոտ 40 հոդված ունեմ լազերային ֆիզիկայի բնագավառում տպագրված, ու նույնիսկ լավագույն ֆիզիկայի Journal of Physics անգլիական, որ աշխարհի երկրորդ ամենալավ 4 հատ մեծ հոդված ունեմ այնտեղ տպված, ոնց որ դա եղել է իմ կյանքի մի հատ հետաքրքիր կարևոր էտապ, բայց երբ որ սովետը քանդվեց, սովետը երբ որ քանդվեց, ես հասկացա, որ իմ ֆիզիկայով ես կամ պիտի գնամ Ամերիկայում աշխատեմ ֆիզիկոս որպես, կամ եթե ուզում եմ Հայաստանում մնամ, ես պիտի նոր մասնագիտություն ձեռք բերեմ, պետական կառավարում, էկոնոմիկա, տնտեսագիտություն եւ այլն, ու այդ ժամանակ ամերիկյան համալսարանը բացվում էր, ու ես գնացի ընդունվեցի ամերիկյան համալսարան, արդեն PhD ունենալով 40 հոդված, 2 հատ երեխա, ընտանիք եւ այլն, որոշեցի նորից սկսեմ, ու հետո 2 տարի հետո MBA-ով արդեն ոնց որ նոր ճանապարհ իմ համար ստեղծեցի, էլի։ Ու այդ կտրուկ այդ քայլերն էլ է, ես հիշում եմ, Պապայիս ես մի շատ հարգանքով եմ վերաբերվել, բայց երբ որ պապա շատ էր ուզում, որ ես ակադեմիկոս դառնամ ֆիզիկայի բնագավառում, որ ես որոշեցի, որ ուզում եմ գնամ, ասում եմ, կյանքիդ մեծ սխալն ես անում, ասում եմ, սխալը տես չի կարել, այդ գիտությունը քոնն է։ Ու բավական հաջող էի, նույնիսկ Սորոսից ինչ որ գրանտ ստացա այն ժամանակ, որ $500, որ հսկական գումար էր, եւ այլն։ Հետո տարիներ անցավ, պապան ասում է, ճիշտ արեցիր, ասում է, որ ես կտրուկ քայլ արեցիր, ու աստորեն թե ընտանիքի հետ կապված հարցերը բոլորը թե իմ Իրան մյուսներին կարողացա օգնեմ, թե մակում շատ հետաքրքիր կարիերա արեցի, աշխարհ տեսա այն, причем աշխարհի այն մասերը, որոնք շատ քիչ մարդ է տեսել։
Դրանց էլ անպայման կանդրադառնանք։ Ինձ հետաքրքիր ֆիզիկոսի մասնագիտությունը ամեն դեպքում ձեր ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնելիս օգնել է, քաոսի մեջ օրենքներով եք առաջնորդվել։ Հա, շատ է օգնել ու շատ դեպքեր մարդիկ չեն հասկանում։ Առաջինը ֆիզիկան սովորացնում է համակարգված մտածել, հա, այսինքն դու հենց այնպես չես խոսում այդ մաթեմատիկոսները, ես մաթեմատիկալ շատ լավ եմ եղել, սիրել եմ եւ այլն, բայց իրանք բանաձևերով են, իսկ ֆիզիկան ռեալ աշխարհի հետ է շփվում, այսինքն ռեալ աշխարհում ռեալ լուծումներ ստանալու խնդիր, այսինքն դու պետք է հաշվես, որ պարամետրը ինչ կշիռ ունի, ինչքան է ազդում եւ այլն, այդ տրամաբանական անալիտիկ, բայց նաև ռեալ աշխարհից չկտրված, հա, մտածելը, որոշում կայացնելը, ճիշտ մոտենալը, բայց շատ ավելի կարևոր ֆակտոր է իմ համար եղել, որը ես շատ ավելի ուշ եմ կապը հայտնաբերել, վերջում ես ֆիզիկայում զբաղվում էի քաոսի տեսությամբ, բարդ համակարգեր, քաոս, ինքնակառավարում, այդ կարգի հարցերով եմ զբաղվել 90-ականների սկզբներին, հետո երբ որ գնացի արդեն ճգնաժամային երկրներ, պարզվեց այդ երկրները կլասիկ քաոսի օրինակներ են, ու շատ դեպքերում այդ քաոսը այդ երկրների շատ ավելի խորն է ու կասթե այն քաոսը, որը մենք ֆիզիկայում ենք պատկերացնում, բայց նաև որ բիֆուրկացիայի կետեր կա, ինքնակազմակերպման, այսինքն նույն Թիթեռնիկի էֆեկտը, մեկ էլ մի հատ անսպասելի հետաքրքիր փոքր շարժում, մեկ էլ համակարգը սկսում է ինքնակազմակերպվել նոր որակներով, այդ ամենը իմ մոտ ֆիզիկայում է շատ լավ անալիտիկ համակարգված եղել, հետո որ իրական կյանքում պետություններ, ազգեր, հասարակություններ, դե Աֆղանիստանում 4 տարի ապրել, չգիտեմ, Սոմալին, որը կարանք առանձին խոսանք, երկարելի մի քանի տարի ապրել եմ եւ այլն, ու բազմաթիվ ուրիշ երկրներ էլի, ու այդ երկրներում այդ ոնց որ անգլերեն ասում են failed state, ձախողված պետություններ, բայց դա բացարձակ քաոսի իրավիճակ է, մարդկային հասարակությունը վերջո բնության ստեղծած երևի ամենաբարդ համակարգն է, չէ՞, մարդը առանձին բարդ համակարգ է, բայց մարդային հասարակությունը իր բոլոր էմոցիաներով, իր բոլոր հարաբերություններով, իր բոլոր, չգիտեմ, կենսաբանական, քիմիական տարբերություններով, հասարակական, սոցիալական, դա շատ բարդ, բայց հետաքրքիր համակարգ է, ու նենց որ այդտեղ շատ հետաքրքիր իմ համար զուգահեռներ եմ միշտ հետո սկսել տեսնել ու փորձել եմ նույնիսկ ինչ որ ֆիզիկայում այդ տեսությունը նորից վերաընթերցել ու ինչ որ զուգահեռներ գծել։ Շատ լավ, եկեք հենց օրինակներով խոսենք։ Դուք 3 տասնամյակ եղել եք Սիրիա, Սոմալի, Աֆղանստան ամենաթեժ այսպես ճգնաժամային երկրներում եւ կուզեմ առաջինը անդրադառնանք ինչն էր այսպես ընդհանուր ախտորոշում է այդ բոլոր երկրների համար, որը անխուսափելիորեն իրենց հետ պետք էր պատահել եւ ինչ զուգահեռներ կան մեր իրականության հետ այդ երկրների օրինակով։ Հետո արդեն գանք ամեն երկրի ձեր տարբեր պատմություններին։ Փորձեմ, հա, ու բայց ասեմ, որ այդ 3 տասնամյակը միայն այդ 3 երկիրը չի եղել, ես մոտ 4-5 տարի Նյու Յորքում եմ աշխատել կենտրոնական գլխակայանում, հա, headquarters ասում են անգլերեն, ու այնտեղ երկրորդ իմ աշխատանքը եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կից օֆիսի այդ կայուն զարգացման նպատակների մշակման մեծ կենտրոնն է ստեղծվել, որը ես chief of operation-ն էի, այսինքն ես աշխարհի գիտնականներ, կոնֆերանսներ, մի խոսքով ճգնաժամերն էլ է խորությամբ տեսել եմ, բայց Աֆղանիստանի ու Սոմալիայի արանքում ես մի տարի լրիվ ուրիշ գլխավոր քարտուղարի հետ առիթներ եղել շփել պետության ղեկավարներ, Դեյվիդ Կամերոն, Բորիս Ջոնսոն, չգիտեմ ում, բազմաթիվ բարձր հետաքրքիր մարդիկ մտածողության որակներով ու դրանից բացի այդ 3 երկրներից ես մոտ 15 երկրներում աշխատել եմ կենտրոնական Ասիան շատ լավ գիտեմ, Կիրգիզստան, Ղազախստան եւ այլն, Սուդան, Ջիբուտի, Եգիպտոս, Հորդանան եւ այլն, էլի, ասենք այդ շատ ուրիշ երկրներ էլ կան, բայց իհարկե այդ 3 երկրներին եթե վերադառնանք, ու իրանցից ամեն մեկը իր տխուր պատմությունը ունի, ու ես գիտեք ես որ այդ ամեն մի երկիր գնալուց, դա չի եղել ինչ որ ՄԱԿ-ում աշխատողներ կա, որոնք իրենց համար լավ աշխատավարձ են ստանում, անանդ դժվար երկրներում է կրկնակի աշխատավարձ են ստանում, նաև ինչ որ danger pay, չգիտեմ, ինչ վճարումներ լրացուցիչ տրվում է, իրանք գնում են իրանց ոնց որ մեքենայի շոչի կմիացրած, իմ համար այդ երկրների ընդհանուր Աֆղանիստանը, ես առաջի անգամ որ տեսա Աֆղանիստանը, Տաջիկստանում էի ինչ որ
մայլի մակի միսիա էր, ու sense գետի կողմը նայեցի, ասեցի անհասկանալի հսկա երկիր, սև խորոջ 2000 թիվներ։ Ու ես մտածում էի, այդ դեռ տալիբաններն էին այնտեղ իշխում, ասում երբևէ ինձ բախտ կվիճակվի, որ ես Աֆղանիստանում լինեմ։ Հետո սկսեցի գրքեր կարդալ, պատմությունը, կոնֆլիկտ, այդ Great Game մեծ խաղի մասին, հա, գիտեք, այդ բրիտանական եւ ռուսական կայսրությունների խաղը։ Հետո նենց ստացվեց մի անգամ գնացի Կիրգիզիայում, երբ որ վերջացնում էի, նենց ստացվեց իմ ղեկավարին, որը իմիջիայլոց թուրք էր ազգությամբ, բայց շատ հետաքրքիր ու շատ լավ հարաբերություններ ունեինք, աշխատանքային եւ մարդկային, ու ինքը որ գնաց, ինքը ինձ ասեց, արի, այստեղ ես ուզում եմ մի հատ նոր հետաքրքիր ծրագիր անենք, ու այդ իդեան ինձ դուրս շատ եկավ, որ Աֆղանիստանի բոլոր հարևաններին ինչպես խնդրից սարքել լուծում։ Այսինքն ու ես հետո Կաբուլից թռել եմ Թեհրան, Կաբուլից թռել եմ Իսլամաբադ, Դուշանբե, Տաշկենտ, փորձել եմ ներգրավել ու կար եւ հաջողություններ եւ որոշ բաներ չստացվեց ոչի մեղքով։ Ես թվում է մեծ տերությունները չէին հասկանում Աֆղանիստանի խնդրի բարդությունը, իրենք կարծում էին, եթե տակիրա մի հատ օրինակ պատմեմ, ես ուրեմն 2004 թվականի վերջին Կաբուլից թռել եմ Թեհրան ու եկել եմ հանդիպել եմ ու ուզում էի Պարսկաստանը, այսօր էլ ակտուալ այդ խնդիրը, հա, 22 տարի հետո դեռ այդ խնդրեմ մնացել։ Ուզում էի Իրանը ներգրավեի աֆղանական լուծումների մեջ։ Լեզուն նույնն է, տաջիկ ֆարսի դարի նույն լեզուն շատերը հասկանում են իրար, բժշկություն, կրթություն, շինարարություն, բազմաթիվ բնագավառներ ու խոսացին փոխնախարարներ, արտաքին գործերի փոխնախարարին հանդիպեցի, առևտրի փոխնախարարին, վերջում այդ առևտրի փոխնախարարը ասում է թե կարելի է առանձին խոսենք, ձեզ մի բան եմ ուզում խնդրեմ, այդ Խատամին էր դեռ այն ժամանակ, որը ռեֆորմատոր ղեկավարն էր, հա, Իրանի, ասեց, եթե կարելի է, որ Կաբուլ եք վերադառնում, ամերիկյան դեսպանի հետ հանդիպեք, մեսեջներ ունեմ, երկու հատ մեսեջ եմ ուզում փոխանցեք, որ մենք տալիբներին ավելի շատ չենք սիրում, քան թե ամերիկացիները, ու Աֆղանստանները մեր հարևանն են, մենք միշտ իրար ամերիկացիները այսօր կան, վաղը չկան, բայց մենք միշտ ուզում ենք Աֆղանստանում խաղաղություն լինի։ Ես ուրեմն եկա 2005-ի արդեն սկիզբն է, ամերիկյան դեսպանին արդեն նշանակել էին Իրաք, համար 2-ը ու ամերիկյան դեսպանները այնտեղ գիտեք ոնց որ բան լինեն թակավոր այդ իրանց տասնյակ միլիարդ դոլարներ գումարներ բանակներ եւ այլն ասենք իրանք պետությանը հավաս միավոր էր այնտեղ բայց ստացվեց deputy chief of mission այսինքն տեղակալը որը գործող դեսպաններ իր այդ հանդիպեցի ասենց մեսեջ ունեմ Տեհրանից կուզենայի որ լուրջ ընկալեք, դրա համար իսկապես Իրանի ներգրավում աֆղանական լուծումների մեջ դա բոլորիս ձեռք է տալի։ Ամերիկայից ինժեներ բերելու Իրան տարին $300,000 տալու փոխարեն կարելի է Իրանից բերել ու $10,000 մոտորապես նույն կարգի աշխատանք եւ այլն։ Լսեց, ասում գիտեք ինչ, ասում մենք Աֆղանիստանում մեր միսիան համարը ավարտել ենք, դեմոկրատիան արդեն կառուցված ընտրությունները հենց նոր եղել է, Աֆղանիստանը արդեն ֆիքսել ենք ճանապարհը դեպի զարգացում, դեմոկրատիա, հիմա արդեն ժամանակն է, որ Իրաքում նոր պատերազմ է վերջացել էր, իշխանափոխություն, ռեժիմի փոփոխություն եւ այլն, որ ասում շնորհակալություն, բայց մենք իրանացիների կարիքը չունենք։ Ու այդ 21 տարի հետո ես Թեհրանում մի տարի առաջ Թեհրանում էի կոնֆերանսեր ու ես այդ օրինակը բերեցի ասեցի 21 տարի առաջ եմ ստեղ եղել այս մեսեջով եմ եղել ցավոք չաշխատեց այդ ժամանակ ու հիմա էլ նոր պատերազմով էլի ցավոք նես չի գնում ոնց որ մեզնից շատերը կուզեին Հետաքրքիր է Լավ, իսկ պատմություններին որ գանք, դուք որպես կառույցի ներկայացուցիչ եք գնացել ու հիշում եմ մեր մի խոսակցության ժամանակ ասացիք, որ որպես կառույց եք գնացել, բայց մենակ մարդ եք ու փլատակների, այսպես բաների հետ պիտի գործ ունենայիք, կարծեմ Սոմալիի դեպքերի ժամանակ է, ճիշտ է, որ գնացել եք ու ամեն ինչ փլուզված էր, պետք էր համակարգ ստեղծել, առհասարակ աշխատավայր ունենալ եւ այլն։ Կուզեմ այդ փորձառությանը գանք, հա, որպես անհատ եւ որպես ներկայացուցիչ, որը պիտի գործ անի այդ երկրում։ Գիտես ոնց իմ մոտ այդ աշխատանքը ոնց որ sense օրգանական իմ էությանը բռնել է շատ հետաքրքիր է, էլի ֆիզիկոսին անպայման չի, որ այդ պետական շինարարության պես մեծ հետաքրքրություն, բայց ու կյանքում առաջի անգամ ես Աֆրիկայում հայտնվել եմ, երբ որ ինձ նշանակել են Սոմալիա, ու նշանակել են Սոմալիա այն ժամանակ, երբ որ նշանակման հենց նույն օրը օֆիսի վրա սարսափելի հարձակում ա եղել, 5-6 հոգի սպանել են այդ Ալ-Շաբաբ այնտեղի այդ չար ուժերը, Ալ-Շաբաբներ, բանը
տնօրենը UNDP Սոմալիայում ինքը շատ հոգեբանական ճնշված վիճակում էր, դրանից 2 տարի հետո սրտի կաթվածից մահացավ, բայց ցենց էլ չվերականգնվեց մինչև մահանալը արդեն հոգեբանորեն ու շատ դժվար վիճակ էր ու ես այդ ժամանակ որ նշանակման հարցներ գնում, ես գրեցի այդ հանձնաժողովին ղեկավարին, ասի այդ ինձ համար նաև ավելի հետաքրքիր է, որ սենց կարգի իրավիճակում ու ես եկել եմ օֆիս, երբ որ օֆիսի կեսը գնացել է տները, ոչ ոք չի ուզում գա, օֆիսը քանդված է շենքը ու Մոգադիշոյում այդ ռազմական բազայում, ոչ թե UNDP օֆիսում մի հատ աշխատող, որը ոստիկանության հետ էր աշխատում, ես իրան ուղարկել եմ Կենիա Նայրոբիան, որ ինքը այնտեղ հյուրանոցում ապրի, ես այս սենյակը վերցել եմ ու սկսել ենք զրոյից նորից օֆիս վերականգնել ու սարքել, էլի, բայց զրոյից օֆիս սարքելը մի բան է, պարզվեց որ մենք նաև պիտի պետություն սարքենք զրոյից։ Այդ Սոմալիան շատ քչերն են պատկերացնում, այդ Սոմալիան եղել է 60-ական թվականների ամենահաջող աֆրիկական երկրներից մեկը։ Առաջին ընտրություններն ա արել, ամենալավ բանակն ա ունեցել, ինչ որ դեմոկրատական շարժումներ ա եղել, մինչև 7 հետո շեղվել են ճանապարհից, հետո շեղումը ավելի խորացել է, հետո այդ հայտնի պատմությունը, որ ամերիկյան մեծ զորքեր այնտեղ բերել են, երբ որ արդեն երկիրը տրոհվել էր մասերի, հա, իրանք Եթովպիայի պատերազմ սկսեցին, սխալ հաշվեցին, Եթովպիան իրենց հաղթեց, հետո բոլորի դեմ պատերազմ սկսեց, այսինքն Սոմալիան տրոհվեց ինչ որ 10 առանձին մասերի, որոնցից ամեն մեկը հրճակեց, մեկը թագավոր էր, մեկը նախագահ էր, մեկը չգիտեմ, աստված էր այնտեղ իրան հրճակել, հետո դրանք էլ սկսեցին տրոհվել, գյուղի դեմ, մարդու դեմ, ես որ եկա առաջի անգամները, որ Մոգադիշոյում հայրաքաղաքում գնում էինք, ամեն մի տղա 14 տարեկանից ավել, ամենակիչը մի հատ ավտոմատ Կալաշնիկովը իր վրա, սովորաբար 2 հատ, ու նենց էր, որ դու երբ որ շարժվում ես, այնտեղ կախված է, դու զիջում ես ճանապարհը ոչ թե կարմիր կամ կանաչ լույսից կախված, այլ զիջում ես ով ավելի շատ բան ունի, զինված մարդ իր այդ ունի, մակ, նախագահի աշխատակազմ, չգիտեմ ինչ, իրանք բոլորը զինված են ու բոլորը իր հարցերը լուծում են քանակից կախված զենքերի։ Մի խոսքով այդ իրավիճակն ա եղել, որ բացարձակ երկիրը 20 տարի քաոսում ա եղել, ու հիմա մենք եկել ենք ու UNDP-ին պիտի պետություն սարքի, այսինքն սահմանադրություն պիտի սկսենք գրել ու պարշի դա ֆեդերալ Սոմալիա պիտի լինի, յունիտար Սոմալիա պիտի լինի, հետո պիտի ընտրություններ փորձենք կազմակերպենք, ուսորական ընտրություններ հնարավոր չի, հետո զարգացման պլան պիտի գրվի, այդ ամենը զարգացման պլանի համար պիտի էկոնոմիկայի նախարարություն լինի, որը չկա, պիտի ստեղծվի, այսինքն կար նախարար, որը Նայրոբիում ինչ որ 5 աստղանի հյուրանոցում ապրում էր, բայց գետնի վրա կառավարություն չկար, էլի, ու սենց մենք, այսինքն ես գնացել եմ, ինչ որ սահմանադրությունը նստել եմ, ենթադրենք իրանց սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետը, որը հետո դառավ պարլամենտի նախագահն, իր հետ նստել քննարկել ենք ֆեդերալ պիտի լինի սահմանադրությունը, սենց պիտի լինի, ու սենց հետո ինչ որ մասնագետ եմ հրավիրել սահմանադրական իրավունքի, որը սկսել է իրանց հետ քննարկել, ու սենց երկար process է սկսել սահմանադրական իրավունքի, ոնց պիտի նախագահ ընտրեն, ոնց պիտի կառավարություն հաստատեն, պատկերացրեք քաոսից, ոնց որ 10,000 տարի առաջ 15 միլիոն մարդ որոշում է ինչ որ կամաց պետություն սարքի, էլի, ու այդ կարգի հիմա այնքան պատմություններ կա, որ բան եղած է, չեմ ուզում շատ խորանալ երևի դրա մեջ, բայց զրոյից ինչ որ քայլ առ քայլ սկսվեց ինչ որ բաներ հայտնվել, էլի, ու մի հատ հետաքրքիր ինցիդենտ կար նաև, երբ որ արդեն ընտրությունները եղան, նոր պարլամենտը պիտի հաստատվեր բան, ու մենք որ ու իրավիճակ էր, որ մենք կարծում ենք այդ օրը սարսափելի հարձակումներ, պայթություններ բան լինելու, ես ասացի, ես պիտի գնամ, դրա համար այդ ներկա լինեմ, դրա համար այդ պարլամենտի նախագահան, որը պիտի ընտրվի իր այդ մարտիկ, մենք իրար ճանապարհ ենք անցել, ասես չեմ ուզում եմ, ես ֆիզիկապես ներկա լինեմ, մեր անվտանգության ծառայության պետը ասեց վարիանտ չկա, ասում ես ոչ քեզ վարորդ կտամ, ոչ անվտանգություն կտամ, անհնար է, դրա համար այսօր սարսափելի օր է լինելու։ Ես գնացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սոմալիան, որը շատ բարձրացիչան, ասի այս իրավիճակն է ու մենք պիտի ձեռքներս պուլսի վրա լինի։ Ես պիտի այնտեղ լինեմ, քեզ էլ օրվա մեջ անդադ գրելու եմ ընտրությունները, սենց է գնում, այս մի խոսքով ինքը հաստատեց, անվտանգության ղեկավարներին հանձնարարություն տրվեց, որ հնարավոր չէ, ու ես որ գնացի մտա այդ դահլիճը, այնտեղ բնական է, իմ այդ զիված մարդիկ կային, իրաց չթողեցին ներս մտնել, ու այդ դահլիճում մոտ 4 ժամ նստել ենք ու սպասում էինք, որ հանկարծ կարող է դրա համար այդ քրիտիկական պահն է, պետության կայանալու, բայց սա պարկասու ոչինչ չեղավ։
Շատ լավ է։ Շունչս պահած սպասում էի։ Հա, բայց բաներ էլ, այս լարված քրիտիկական բան, այդ շատ կարևոր է, եթե ինչ որ մարդու հետ ճանապարհ ես անցնում, այդ մարդու հետ հետո դրանից հետո շատ իրավիճակներ ա եղել, այդ նույն նախագահան, որ ինքը parlamenti ընտրվեց կամ ուրիշ մարդիկ, որ ինձ այնտեղ տեսան, ընդհանրենք UNDP ամենամեծ ղեկավարը մի օր հետո գլխավոր քարտուղարներ եկան։ Ինենց էր, որ ինձ պետք էր որ համ վարչապետի, համ նախագահի համ parlamenti ղեկավարի հետ հանդիպեին ու պարզվեց մեկը տարբեր տեղեր էին անձամբ իմ խնդրանքից ելնելով իրանք բոլորը այդ օրը Մոգադիշոյում են ու նենց արեցինք որ մի քանի ժամվա մեջ բոլորն էլ հանդիպեցին էլի ու այդ նրանից էր գալիս որ փոխադարձ բացարձակ վստահություն հարաբերություններ եւ այլն Այդ շատ հետաքրքիր բան ասեցիք, մոտս հարց առաջացավ հակառակ կողմից, անձի կապեր ունենալը մի կողմից շատ օգտակար է լինում հարցերն արագ լուծելուն, մյուս կողմից շատ հաճախ տարբեր պետությունների օրինակում տեսնում ենք, որ հակառակը, հա, պետության կայացման հարցում խանգարող է լինում, երբ անձնական կապերը ավելի ազդեցիկ են լինում, քան կառավարման համակարգը։ Այ այդ դեպքում ձեր փորձառության մեջ նման ռիսկերի բախվել եք։ Երևի դա անձնական վստահության խնդիրն է, այսինքն դու մարդուն եթե ինչ որ իրավիճակներում փորձարկել ես, տեսել ես, վստահում ես, հետո ուրիշ իրավիճակում, եթե ուրիշ հանգամանքներ լինի, անկախ իրավիճակից ինքը քեզ վստահում է։ Ես օրինակ Սոմալիայի վերջում FAO Food and Agriculture կազմակերպության ներկայացուցիչը ինչ որ նախարարներից մեկի հետ շատ կոպիտ էր խոսացել ու իրան հայտարարեցին անգլեն ասում են PNG, այսինքն հայտարարեցին, որ պետք է 24 ժամվա մեջ իրերով երկրից դուրս գա, ընդհանրապես այդ երկիր չպետք է մտնի։ Ու ինչ որ քննարկում էր գնում, մակա ինչ որ բոլորը ղեկավարները, օֆիսների ուզում էին, ինձ ստորակ նամակ գրեին, որ չի կարելի բան եւ այլն, ինձ այդ նույն օրը էկոնոմիկայի նախարարը, parlamenti ղեկավարը եւ նաեւ սոցիալական նախարարը երեքն զանգեցին, ասում գիտես Դավիթ, ասում իրանք բոլորը մի կողմ, դու մի կողմ, քո հետ մենք ճանապարհ ենք անցել, նենց որ երբեք չկարծես, որ մենք քո նկատմամբ երբևէ կարող այդ կարգի։ Դու կարաս մեզ ասես ինչ որ սխալ ենք անում, բայց ուզում ես օգնելով, ոչ թե դու եկել ես, ոնց որ անգլիական գաղութար արես, մեզ ասում ես խելոք մնացեք կամ սենց արեք, էլի, ասում քո մոտեցումը մենք շատ գնահատում ենք, որ դու մեր լավն ես ուզում ու փոխադարձ կամական հարցում էլ մենք քեզ պատրաստ ենք օգնելու։ Մինչև հիմա իրանցից շատերը իմ հետ, չգիտեմ, Twitter-ում ինչ որ իրար մեսեջներ են գրում, իրար հետ ինչ որ հարաբերություններ կան։ Հետաքրքիր է։ Իսկ այդ ճգնաժամերում, հա, դուք նեք լավ օրինակ հենց առաջնորդելու մի փոքր էլ խոսեցինք, այդ պլան A, պլան B, պլան C, որ սկզբում անդրադարձանք, դրանց մասին կասեք, առաջնորդը իրավիճակում ինչ պլաններ պիտի ունենա եւ ինչպես պիտի առաջնորդի առհասարակ ճգնաժամը։ Հա ես դրա մասին բավականին առիթներ եմ ունեցել խոսելու ամերիկյան համալսարանում Կալիֆոռնիայի մի քանի այդ առաջնորդություն ճգնաժամերի պայմաններում, հա, այսինքն ումյանտ ինձ համար շատ հետաքրքիր օրինակ կա ամերիկյան հայտնի գեներալը Ստենլի Մակկրիստելը, չգիտեմ իր անունը լսել եք թե չէ, ինքը Աֆղանստանում զորքերի հրամանատարն ա եղել, Տրամպը որ առաջի անգամ ընտրվեց նախագահ, իրան առաջարկեց պաշտպանության նախարար, ինքը ասեց գիտեք, ինձ թվում է մենք իրար չենք կարող աշխատենք, ու հա ինքը շատ հետաքրքիր անձնավորություն է, ֆենոմենալ հետաքրքիր ու գրքեր ունի գրած, այդ Team of the Teams այդ գիրքն է բավականին հայտնի է, շատերը գիտեն, այսինքն դու թիմեր ես ստեղծում, այդ թիմերի մեջ այդնում վստահության աստիճանը, այսինքն քո թիմը գիտի, որ եթե ռիսկի խնդիր է, դու իրանց հետ հավասար ռիսկի ես գնում, քո թիմը գիտի, որ եթե պրոբլեմա իրանցից ինչ որ մեկի հետ, դու իրանց հետ այդ պրոբլեմը կիսում ես, ու հետո այդ խելացի թիմեր կառուցելը, այսինքն ադապտիվ խելացի թիմեր, շատերը խոսում են ստարտափ աշխարհում, որ այդ ադապտիվ խելացի թիմերը, բայց այդ նույնը ճգնաժամը, դրա համար ճգնաժամը ինչ է նշանակում, որ դու դասագրքային լուծումներ չունես, հա, ճգնաժամ անընդհատ նոր իրավիճակը, որը երբևէ չի եղել մինչև այդ, ու անընդհատ ինչ որ որոշումներ, ու դու պետք է կարողանաս համ որ նես չի, որ չես կարող խոսապես որոշում ընդունելուց, ու բայց դրա հետ մեկտեղ որոշում ընդունելուց շանսերը սխալվելու շատ բարձր է, ու դու պետք է կարողանաս անընդհատ հարմարվես իրավիճակին։ Ես օրինակ հիշում եմ մեր մոտ հերթական ճգնաժամերից մեկի ժամանակ Սոմալիայում, երբ որ ինչ որ հսկայական
պայթուցիկ նյութերի պահեստ էին հայտնաբերել հենց մեր օֆիսների տակը, որը ժամանակին ինչ որ մեկը լցրել էր մի 20 տոննա պայթուցիկ, ինչ նպատակներով, ու մենք այնտեղ նստած ոնց որ պայթուցիկի վրա, որ ու ես ինչ-որ աշխատողների կեսին ուղարկել եմ Նայրոբին, Կենիայի մայրաքաղաքը, մեր ոնց որ երկրորդ օֆիսը այնտեղ ունենք էլի, մի մասը այնտեղ էր եւ այլն, բայց այն թիմը, որը մնացել էր, մենք իրար բոլորս ոնց որ գիտեինք, որ միասին ենք այս process-ում, ու այդ առաջնորդություն, ասինքն առաջին դուինք, այդ ինչ էի ուզում ասեի, որ այդ պահին ես ասեցի, գիտեք, ինչ ես իմ բնույթով շատ դեմոկրատական առաջնորդ եմ, քննարկենք, որոշում ընդունելուց, խորհրդակցենք եւ այլն, բայց այս ճգնաժամը մոտակա մի ամիսը ես ինքս դիկտատոր եմ հռչակում, բացարձակ որոշում ընդունել, դա համար պետք է արագ անընդհատ կտրուկ որոշումներ ընդունել, ու չես հասնում խորհրդակցես, ու այդ նաեւ Սենց ասում են առաջնորդության ռեպերտուար կա, դու կարաս դեմոկրատական լինես, կարաս ավտորիտար լինես, կարաս չգիտեմ, որպես դիրիժոր ընդհանրենք, օրկեստրի, դա ինքը մի ոճա, ֆուտբոլի թիմի առաջնորդը մի ուրի, ու այդ ամենը ինձ հետո մակում հատուկ կուրսեր ա եղել, որ շատ խորը այդ ամենը ուսումնասիրել ենք, ինչա նշանակում առաջնորդություն, ինչա նշանակում այդ իրավիճակում, բայց այդ կարևորը ես ամենակարևոր կետը երևի այդտեղ, որ այդ մարդկանց խումբը դե մոտ 2-300 հոգի անմիջական մեր UNDP օֆիսում տարբեր տեղեր գտնվող մարդիկ, որոնք մասնագիտական, պրոֆեսիոնալ, ավելի վարորդներ ունեինք, չգիտեմ, քարտուղարուհիներ եւ այլ օգնականներ, բայց այդ մարդիկ ոնց որ փորձում էինք սարքենք իրանց մի օրգանիզմ, ասես իմ աչքերը երկու հատ աչք ունեմ, բայց եթե 10 տեղ օֆիսներ ունեմ, ամեն տեղ այդ մարդիկ ինչ որ բան տեսնում են, իրանք այդ ինֆորմացիան ինձ են տալի, ես իրանց եմ տալիս, ու մենք ինչ որ իրար հետ խոսալով փորձում ենք իրական ժամանակի մեջ հասկանալ խնդիրների խորությունը, որտեղ ինչ որոշումներ ա պետք ընդունել, ու ասես անընդհատ ոնց որ կենթանի օրգանիզմ այդ խելացի թիմերի գաղափարն է, որ մարդկանց խումբը դառնում է ոնց որ լավ հղկված օրկեստր, համերգային, որոնք բոլոր իրար հետ կարողանում են լավ աշխատել։ Իսկ որպես դիկտատոր ինչ որոշում եք կայացրել եւ որպես դեմոկրատ առաջնորդ։ Ինչ կհիշեք, ինչ որոշումներ եք կայացրել։ Երբ որ դեմոկրատիա ընդհանրենք դու ծրագրային նպատակները 3-ից 5 տարվա պլան են գծում, բոլորս նստում ենք քննարկում ենք, մանրամասն ինչ ինդիկատորներ, ոնց են կազմակերպել, այդ ամենը պետքա բոլորը մասնակցեն, դրա համար իրանցից ամեն մեկը ինչ որ հատուկ ինդիկատորի համար ի վերջո պատասխանատու է, նպատակի համար պատասխանատու, դա ինչ որ յուրահատուկ process է, իսկ ընդհանրենք այդ ավտորիտար առաջնորդ, երբ որ sense ակնթարթների մեջ ու այդ ես օրինակ հիշում եմ Աֆղանստանում դե շատ էլի այդ կարգի ճգնաժամեր ա եղել, այդ նույն ստիլերի փոխելու խնդիրը անընդհատ եղել, ընդհանրենք ընտրություններ էինք անում, մասշտաբը որ պատկերացնեք 300 միլիոն դոլարանոց բյուջե է մի տարվա ընտրությունները, մենք ունեինք 3 հատ ուղղաթիռ 10,000 հոգի աշխատող մարդ անմիջապես այդ ծրագրում, ունենք նաև 20,000 հատ ուղտ, 10,000 հատ էշ ու չգիտեմ քանի հատ մեքենա, 5,000 հատ մեքենա, ասես հսկայական մեքենա է ու անընդհատ դա բանա, մեքենամ տիպող գումար գնա, որ այդ գումարը գնա աշխատի։ Հիմա ուրեմն այդ պահին բան եղավ Աֆղանստանի ամենախոշոր բանկը, որտեղ մեր գումարներն են պահվում, որի միջոցով ինքը գնում է ամբողջ երկրով մեկ, այդ բանկի հետ պարզվեց իրանց նախագահի եղբայրն է, ոչ ինչ որ կաշառակերություն, գումարներ, լվացման խնդիրներ, մի խոսքով այդ բանկը սկսեց քանդվել բոլորի աչքի առաջ, ինքը կոլապսի է ընթարկում ամենակրիտիկական պահին։ Ու Պարշի ինչ ենք անում, դրա համար մոտ մենք 30 միլիոն դոլար ունենք այս պահին բանկում հաշիվներում, որոնք կգնան ու եթե այդ գումարները չգնան, ընտրությունները չի կանա, դրա համար մեքենաներ, աշխատողներ, այդ ամենը այդ գումարներով է։ Ես ուրեմն երեկոյան բանա այնտեղ դե հակիտ էլի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացիչ կա, որը ղեկավարում է process-ը ու վիդեո զանգով խոսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալներից 4-5-ի հետ, ուսես քաղաքական, որ կուսակցությունն է, ինչ ընտրություններ, Հիլարի Քլինտոնը ինչ ասում, ինքը պետ քարտուղարներ, Օբաման ոնց է մոտենում, այս երկրի, այս կարգի խոսակցությունն է գնում, մեկ էլ ես ձեռքս բարձրացնում եմ, ես էլ դե ծրագրի օպերացիոն մասն եմ էլի ղեկավարում, ասում եմ այդ ամենը շատ լավ է, բայց եթե այս պահին մեր խնդիրը չլուծվի գումարների, ձեր բոլոր ընտրական process-ները չեն աշխատելու, կանգնելու են,
ու այդ Ստեֆան Դեմեստուրան ինքը շատ իտալական շատ հատի բանը դիվանագետ է, ինքն էր ղեկավարը, ասաց ինչա պատմեցի պրոբլեմը ինչա ու այդ մի մասը ասում էր ինչի է այդպես կարգի հարցեր բարձրացնում այդ ասեցի էս քրիտիկականը մի խոսքով հաջորդ օրը ինքը գնացել է Կարզայի մոտ Աֆղանիստանի նախագահի մոտ ասելա որ այս բանկը մի շաբաթով պիտի բացվի միայն UNDP հաշիվների համար այս բանկը մի շաբաթ պահել են որ աշխատի մինչև ընտրությունները էլի բայց այդ կարգի քրիտիկական պահը որ գալիս է դու չպետք է սպասես որ ինչ որ մեկը իսկ հետո ինձ հետո մի հատ չինացի տղա էր եկել որը սարսափում էր որոշում ընդունելուց այսինքն իր համար ինքը կյանքում առիթ չի ունեցել ինքը վախում էր ինքը փախնում էր օֆիս չէր գալիս մարդիկ գնում են իրան տունը գտնում են ասում են ստուգտի ստորագրես այս արցանտինոց այս արցան պետք է սենց անես ու ինքն էլ ասում է ինձ զանգում էին ասում են չի ստացվում իր այդ աշխատել ինքը վախում է ու այդ խնդիրը դրա համար պատասխանատվությունը որոշում ընդունելու դա շատ ծանր խնդիր է ու կարա սխալվեսել նես չի որ մեր մոտ այդ նույն Աֆղանիստանում ոչ իմ ծրագրում ընտրությունների ծրագիրի աուդիտը շատ լավն էր, բայց ուրիշ ծրագրերում եղել է կատաստրոֆիկ աուդիտներ, տասնյակ միլիոն դոլարների խնդիրներ, հարյուրավոր միլիոն դոլարների ու Աֆղանիստանի արդյունքը ի վերջո ցավոք այդ կարգի խնդիրների նաև ինչ որտեղ եղավ, բայց ինչ որ է, ես իմ դաշտում հետո այդ ընտրությունները ՄԱԿ-ի գլխաբանը անվտանգության խորհուրդը հատուկ որոշում ընդունեց, որ UNDP-ին իմ շնորհակալություն են հայտնում, որ բացառիկ լավ ընտրություններ է կազմակերպել։ Դավիթ, բայց վախը բնական է, չէ՞, շատ մարդկային հույզ է, ինձ հետաքրքիր է, ձեր մոտ ոնց է ստացվել այդ իրավիճակ, որտեղ բանկը փլուզվում է կամ բառից բուն իմաստով պայթուցիկի վրա նստած որոշում եք կայացրել։ Այդ դուք այդ պահին ոնց եք կարողանում այդ հուզական վիճակը մի կողմ դնել եւ ավելի այսպես գիտակցական մոտեցմամբ որոշումների գալ։ Հա, ինչ որ, չգիտեմ, դա նաև նույնպես չի որ չեմ վախեցել, սիտուացիաներ եղել, որ շատ եմ վախեցել, սիտուացիաներ եղել, որ նա ցարսափելի պայթունից հետո ես մի քանի շաբաթ չեմ կարողացել քնեմ, հոգեբաններ են իմ հետ աշխատել, օգնել են վերականգնել ու դա մնում է։ Հետո ինչ որ ժամանակ մեկ տարիներ հետո արգիշեր արտանում ես, քեզ թվում է այդ նույն պատմությունները լինում է, բան, բայց ինչ որտեղ դες մինչև այդ բան լեռնագնացությունով եմ զբաղվել ալպինիզմով ռիսկ վերցնել ինչ որ հետաքրքիր արկածներ եւ այլն էլ ասես քեզ փորձել անսովոր իրավիճակներում դա ինձ համար միշտ հետաքրքիր խնդիր է ունենց որ այդ նույն կարգի իրավիճակներում որ հայտնվեցի եղել է ընդհանրենք մեր մեքենան հենց ռմբակոծել են խփել են մեքենայի ապակ այդ բրանիրովնի էլի ծանր մեքենաներ էին բայց եղել է ինչ որ վնասվել է հետո մի կերպ ինչ որ ձևով ստացվել է դուրս ենք եկել օֆիսը մեր ես իմ օֆիսում նստած Սոմալիում Մոգադիշում կողքի հյուրանոցը պայթացրեցին ունենց պայթացրեցին որ հետո մենք մեր կամերաների վրա տեսնում ենք որ 35 մարզովեց իրանց մարմնի մասերը ու մեքենաները օդի մեջ իսկ հետո որ ուշքի եկա տեսա օֆիսի կեսը չկա պայթյոնի հետևանքով իսկ ես բարձրացի այդ օֆիսի այն կեսում էի որտեղ ավելի քիչ էր էլի ոնց որ այդ պայթյոնի ալիքը բան եղել էլի հարվածել իրականում սարսափելի պատմությունների միջով եք անցել բայց հիմա անցել է հիմա արդեն ես ոնց որ արդեն հաշտվել եմ այդ էմոցիոնալ բաների հետ ու ինչ որտեղ դուրս եմ եկել ինձ թվում է դուրս եմ եկել արդեն բայց այդ որ անգլերեն ասում են PTSD հա post traumatic stress disorder բան то есть իմ համար տեսական բառակապակցություն չի արդեն գործնականում կիրառել եք օգտագործել եմ օգնել են նաև եւ որ ինչ որտեղ փորձել ենք բան անենք էլ ինքս ինձ հետ եմ աշխատել եւ այլն Ես հիշում եմ նաև մի օրինակ էիք բերել տարբեր կրոնական հայացքներ ունեցող կանանց համագործակցության մոդել ստեղծելու։ Այդ դրա մասին էլ կուզեմ պատմեք ու ասեք, որ երկու անհնարին թվացող կողմերին ի վերջո ինչ որ բանի շուրջ հնարավոր է միավորել։ Շատ հետաքրքիր է, մենք այդ Սիրիայում բանա Մենք համար մեր շատ մոտիկ մեզ երկիր, հա, եթե Սոմալիան, Աֆղանստան, ուրիշ աշխարհներ են, բայց հետաքրքիր աշխարհներ են, Սիրիան ոնց որ մենք լինենք։ Որպես մարդիկ քայլում են, խոսում են, բան նույն body language-ն է, իրանց շփվելու ձևը, ուտելիքը շատ։ Մի խոսքով քեզ ոնց որ քո հարազատ երկրում ես համարազգում, լեզուն է մենակ տարբեր։ Հա, հիմա այդ
ծրագիրը կանանց հետ ու Սիրիան հետաքրքիր է, Սիրիան հազարամյակներով այդ տոլերանտությունը փոխադարձ եղել է։ Դե ընդհանրեք Դամասկոսի այդ 5 քաղաքը, որը ման ես գալի, սինագոգա, կողքը հունական եկեղեցի, կողքը հայկական առաքելական եկեղեցի, հետո հայկական կաթոլիկ եկեղեցի, հետո հունական եկեղեցի, բոլորը իրար կողք ու բոլորը իրար հետ կառուցվել են, աշխատել են, ապրել են ու մարդիկ շփվել են։ Դա Սիրիայի ամենամեծ դրական բաներից մեկն է տոլերանտությունը, մի գյուղ գնում ես կանայք մինի յուբկաներով շատ թեթև ազատ ոնց որ Երևանում, հա, տես կարող է լրիվ նույն ձևի, հարևան գյուղում լրիվ սև հագած, մի խոսքով Սիրիայում այդ Հալեպում մենք որոշեցինք, իսկ Հալեպը այդ քաղաքում բոլորը խառնված են, Հալեպն էլ պատերազմից դաժան պատերազմ 3 տարի իրանք պատերազմի մեջ են եղել, խրամատների դեմ, իրար եղբայր քույր սպանել, ոչնչացնել, մի խոսքով շատ դաժան ու հիմա բոլորը բաժանվել են, արդեն առաջվա այդ համերաշխությունը չկա, Հալեպն էլ աշխարհի երևի ամենահին քաղաքն է, անընդհատ պատմությունով 6000 տարվա պատմություն ունի։ Շատ հետաքրքիր է իր պատմությունով, մարդկանցով ու այդ մշակույթների շերտերով, հա, մեկը մյուսի վրա նստած ու այդ որոշեցինք այդ social cohesion անգլերեն դες տերմին կա, ոնց սոցիալական համագործակցության մթնոլորտ ստեղծենք ու տենց իզիա ծնվեց, որ եկեք տղամարդիկ քանի որ իրար հետ շատ են պատերազմել, իրանց դժվար է, եկեք կանանց միջոցով ու կանանց էլ որոշեցինք, որ ինչ որ ճաշատեսակների, ռեցեպտների հետ կապված քննարկում կանեն, իրար հետ փոխանակ, բոլորն ինչ որ չափով, բոլորն է հումուս են սարքում, ամենը կիրա ձևով ինչ որ հումուս ասարկում, ու հետո ասի հետաքրքիր է գնամ կողքից տեսնեմ, հետո մի քիչ էլ նայեմ, ինքը հենց օպտիկան այդ ամենի, ինքնսկյան շատ հետ, ուսես մտնում ես դահլիճ մոտ 30-35 կին, ասես լրիվ տարբեր, հա, սունի, քրիստոնյա, շիա, չգիտեմ, հագնվելու տարբեր ձևերը, բան, ուսես նստած իրար հետ շատ հենց ոգևորված, հետաքրքրությամբ խոսում են, պատմում են, եւ այլ, ու այդ կանայք են, ում ընտանիքները դաժան պատերազմով են անցել, էլի, ու իրար հետ հիմա քաղաքն էլ բաժանված է ինչ-որ մասերի, մեկը մյուսի տարածքը չի գնում եւ այլն, ու տենց ինչ-որ փորձեցինք քայլ առ քայլ կանանց միջոցով բան անենք, ոնց որ բերենք այդ ջարդված, հա, հասարակության մասեր իրար կպցնենք, ու ինչ-որ հաջողություններ ստացվեց, էլի, իհարկե շատ ավելի բարդ քաղաքական խնդիրներ կա ու դեռևս իրան բարձի այս ամենը ուրա գնալու, բայց այդտեղ ինչ-որ բան ստացվեց, նույնը իմիջիալ Սոմալիայում այդ կարգի, Սոմալիայում մի հատ սոմալիացի կին կա, որին Տրամպը տանել չի կարողում, Իլհամ Օմար, չգիտեմ լսել եք իրան, սոմալիացի sense բանով կոնգրեսի անդամ է, ամերիկյան կոնգրեսի Մինեսոտայից, ինքը եկել էր Սոմալիա, ու նենց ստացվեց մենք իրար հետ երկար խոսեցինք, որոշեցինք համատեղ ծրագիր Սոմալիա մի հատ քաղաք կա, ոնց որ մեր մի կաթիլ մեղրի պատմությունն է, բաժանվել է, ինչ-որ ժամանակին մեկը մյուսից նեղացել է, ու 100 տարի թշնամանքի մեջ են, մինչև էս եղավ, ու այս տեղից կանանց, այնտեղից կանանց, ու այս Իլհամով ու ես որոշել ենք միասին իրար հետ բերենք ու փորձենք ինչ որ այս երեխաները կարան ստե դպրոց գնան, այս մասի ջուրը կարան դեղ գնա, ինչ որ համագործակցության էլեմենտներ գտնենք ու այդ հիմնական այդ բանն էր, որ կանայք իրանց բնույթով, քանի որ իրանք ավելի ընտանիքի համար ոնց որ իրանք ավելի ընտանիքի պատասխանատվություն ու նաև խաղաղությանը ավելի տրամադրված են, տղամարդկանց ոնց որ իրանց բնույթի նատուրայի մեջ, հա, ինչ որտեղ պատերազմը, իսկ կանանց մոտ ոնց որ կանանց հետ կապված այդ կարգի շատ հետաքրքիր ու ինձ թվում է դա բաներ, էլի, այդ out of box անգլերեն ասում են, հա, տրադիցիոն լուծումներից դուրս ինչ որ հետաքրքիր լուծումներ էր, որոնք ինչ որտեղ աշխատում էին։ Այսինքն իրենք խոհանոցային զրույցներից բացի հետո կարողացան այլ հարցերի շուրջ եւս բան անել, հա, համակարծիք լինել կամ լսել իրար։ Հա, ինչ որ էլեմենտներ եղավ, էլի, բայց հետո այնքան տարբեր շերտեր այդ ամենի վրա խառնված, մենք կոնկրետ տեղում, կոնկրետ ինչ որ հասարակության ընդհանրենք իրար սկսեցին խոսալ, ինչ որ հարաբերություններ եղավ, ինչ որ բաներ սկսեց շարժվել, հետո ես նույնիսկ մեծ ինչ որ ծրագիր փորձեցի անեմ, որ ընդհանրենք ջրամատակարարման համակարգն է, հա, Հալեպում ամեն ինչ վնասված էր, որ ջուրը պիտի գա այս համայնքով, հետո գնա այն համայնքը, իրանք ինչ որ ձևով տիկիսեն այդ ջուրը, ու ինչ որ ֆինանսավորում գտա, ես նույնիսկ
բանից Գերմանիայից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, հետո նույնիսկ Ռուսաստանից, բայց Ռուսաստանն է դե որպես ռազմական առումով ակտիվ մասնակից է, Ռուսաստանի դեսպանին համոզեցի, իրանք էլ ինչ-որ գումարներ տվեցին, բայց հետո բացած Ռուսաստանը եւ եվրոպացիները իրար հետ չնայած նույն բանն էին անում, բայց նույն ծրագրի մաս չէին ուզում, դեղ էլ բաժանումներ կար էլի, նույն ծրագրի մաս չէին ուզում լինել, բայց ինչ-որ լոկալ տեղական հետաքրքիր արդյունքներ տվեց այդ կանանց հետ, ոնց որ կանանց միջոցով կամուրջներ կառուցելը։ Իսկ այդ երկրների օրինակով ի՞նչն էր ընդհանուր ու զուգահեռ, որ կարող եք մեր իրականության հետ տանել։ Հա, Աֆղանիստանի ու Սոմալիայի մեջ երևի բանա այդ զախողված պետության կատարյալ օրինակներ են էլ իրանք ու երկուսի համար էլ դա իրանց մեղքը չի, դա արտաքին ներխուժումներ ա եղել, այսինքն չէ, Սոմալիայում իրենք որոշել են դե թող այդ կռիվ սկսեն, հետո պատերազմի արդյունքում պարտվել են ու արդեն հետո ամերիկացիներն են որոշել կարգ ու կանոն հաստատեն Աֆղանիստանում, ռուսները սովետական միությունն ա որոշել մտնի կոմունիզմ հաստատի, Սոմալիայում իրենք հա, իսկ ինչի է դա ամենը եղավ, դրա համար Սոմալիան ուզում էր գիտական սոցիալիզմ կառուցել, Եթովպիան բարձրացումա հետո Եթովպիան նոր իշխանություն եղավ, որը ավելի սովետականին միության կոմունիզմի սոցիալիզմին մոտիկ կոմունիզմ, սովետը որոշեց Եթովպիային պաշտպանել, մի խոսքով ընդդեմ Սոմալիայի, ու տենց Սոմալիայի անկումը սկսեց, Աֆղանիստանում է սովետական, հետո բազմաթիվ ուրիշ, բայց այդ ձախողված պետություններ, որոնք անընդհատ կարող են ներքև գնալ, այդ մենք կարծում ենք այդ մեր հիմա դասերի մասին, հա, մենք կարծում ենք, որ ինչ-որ կետ կա, գալիս ես 0 կետի, հետո այդ 0 կետից պիտի սկսես բարձրանալ։ Ու իմ համար, ու ես միշտ եմ ասել, դա 20 թվականից հետո անընդհատ այդ կրկնել եմ, ասել եմ, երբ որ հասարակությունները այդ կարգից ծանր շոկ են ստանում, երկու տարբերակ կա։ Կամ իրանք արտանում են, ինքնակազմակերպվում են ու սկսում են խելքը գլուխն են հավաքում, սկսում են զարգանալ, ու դա օրինակներ կա, ընդհանրենք Իսրայելի օրինակն է կարելի բերել, Սինգապուրն է, կարելի Ֆինլանդիան իր ձևով երկրորդ համաշխարհային ու էլի օրինակներ կա։ Իսկ կա երկրներ, որոնք անընդհատ ոնց որ ներքև են գնում, ես առաջի անգամ որ Կաբուլ էի թռնում Դուշանբեից Տաջիկստան, մի հատ ամերիկան բաներ ժուրնալիստ կար, իր հետ միասին էինք թռնում, ինքը ասում է 20 տարի է ես գալիս եմ Աֆղանիստան, ասում է ամեն անգամ գալիս եմ, ինձ թվում է թե իրանք իջել են այն ամենացածր կետին, դրանից տեղ չկա, իջնում, բայց մյուս տարի գալիս եմ, էլի իջնում են, ու հիմա նույնը մեր մոտ է, այ մենք թվում է մեր 20 թվականի, հա, պարտությունից հետո թվում էր թե պարտությունը վերջացավ, հիմա Արցախի վերականգնումով ենք զբաղվելու, չգիտեմ, ինչ ենք անելու եւ այլն։ Հետո պարզվեց եւս մի հատ շոկ, հետո եւս հիմա մեր հասարակությունը, ես թվում է շատ ավելի տրոհված է, քան թե ինքը 5 տարի առաջ էր, չէ՞։ Ու այդ տրոհվածությունը ոնց որ հասարակությունը ատոմիզացվում է, բաժանվում է իրարամերժ, իրար հետ ցանկություն չունեցող համագործակցելու ուժերի ու անկումը գնում է։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ մեր մոտ բացարձակ անկում է, մեր մոտ շատ ֆենոմենալ տնտեսական հետաքրքիր լուծումներ է հայտնվել, այդ արհեստական բանականության, data center-ների հետ կապված տեխնոլոգիական ոլորտը, որ ինձ թվում է շատ դեպքերում նաև իշնորհիվ Սփյուռքիա, իշնորհիվ նաև սովետական տեխնոլոգիական ներդրումներն է Հայաստանում իրադարձել, այսինքն մենք ինչ-որ հիմքեր ենք ունեցել, որ Հայաստանի տնտեսությունը վերջին 5 տարում 7-8%-ով զարգանում, աշխարհի ամենարագ զարգացող տնտեսություններից մեկն է։ Դրա հետ մեկտեղ կառավարման բնագավառում, համայնքային կառավարման, համագործակցության, հա, ենթադրենք կուսակցությունների շատ դժվար է հասկանալ ով ինչ է ուզում, հա, որը ու ինչ որ ռացիոնալ քայլերի փաթեթ, որ ասում է ես sense եմ գնում, արևմուտք եմ գնում, այս այն արևմտյան ճանապարհի նպատակը եւ քայլերը կամ արևելք եմ գնում, կամ ոչ միտեղ չեմ գնում եւ այլն։ Ու այդ կարգի դիսկուրսը, հա, քննարկումների մակարդակը բավականին տխուր է։ Դե հա։ Կուզեմ Արցախից գանք, հետո նաև կխոսենք ներկա իրավիճակի մասին։ Դուք 21 թվականին 6 ամսով Արցախի պետնախարարի գլխավոր խորհրդականն էիք։ Այ ինչ եք հասցրել անել այդ 6 ամսվա ընթացքում եւ ինչ կարևոր խորհուրդ կամ որոշում եք կայացրել, որը գուցե Արցախի անկումից հետո իր շղթայական շարունակությունն ու ազդեցությունն ունի այսօր։
Ես կասեմ հեսա պատմեմ մի քիչ, ես մակից հենց դուրս եկա, այսինքն դեռևս դուրս չի եկա առաջի համար գնացի, դա չի իրավունք չունեի, բայց գնացի Արցախ, հետո արդեն երբ որ ֆորմալ մակից տոշակը ձևակերպեցին եւ այլն, դուրս եկա, մարտի 31-ին վերջացրել եմ մակի իմ աշխատանքը, ապրիլի 1-ին 21 թվականի Արցախում եմ եղել, ու 6 ամիս հիմնականում այնտեղ էի։ Իմ ինչ որ ինձ առաջարկել են, ինձ արտակներ հրավիրել Բեգլարյան Այդ ժամանակ ինքն էր հենց ինքը պետնախարարն է։ Մինչև այդ առաջի անգամ որ նոր գնացի, ինքը նախագահ աշխատակազմի ղեկավարն էր, ինձ էլ նշանակեցին առաջի տեղակալ նախագահ աշխատակազմի, բայց հումանիտար վերականգնման կոորդինացման աշխատանքներով։ Այստեղ էլի ոնց որ երկու մարդու իրար հետ աշխատելու մոդելն է, հա, այսինքն ոչ թե պաշտոն, այլ թե դուք ում հետ եք աշխատում։ Դե արտակը ես ձմեռը ընտանիքիս մոտ էի Կալիֆոռնիայում էի, իմ ընկերներից մեկը Կարենը Դադուրյան, որը ԱԳՆ-ում էր աշխատում, իմ CV-ն տվել էր Արտակին, Արտակն էլ շատ հետաքրքրվել էր, կոնֆլիկտներ, ճգնաժամեր եւ այլն, ու զանգեց, ասեցի համեցաճյուկով ու գնացի, սկզբից հյուրանոց կար, Արմենիա հյուրանոց կար հրապարակի վրա, ես եմ եկել մի հատ Ֆրանսիա հայ կար Ժերարդ, այդ երկու հոգով էինք ապրում, համարյա մարդ չկար առաջին 2 ամիսը, հետո բնակարան վարձեցի, դա համար այդ իրանքի պետությունները վճարում, ես ասեցի չեմ ուզում ձեզ, ես իմ համար բնակարան կվարձեմ, բայց աշխատանքի բովանդակության, այսինքն սփյուռքահայ կազմակերպություններ, ՄԱԿ-ի հետ էի փորձում ինչ որ քայլեր, այսինքն վերականգնման ծրագրեր էինք փորձում, այսինքն համակարգված, մի քանի հատ ինչ որ կիսակոնֆերանսներ, հավաքներ, բոլոր սփյուռքահայ կազմակերպությունների հավաքեցինք, խոսացինք, ու ինչ որ ծրագրեր սկսվեցին, բայց իհարկե այնտեղ հիմնականում ծրագրերը դա պետական ֆինանսավորումով հասցեագրված օգնություններն էր, հա, պատերազմից հետո եւ այլն կարիքներ ուներ պետական բյուջեից, բայց ցավով պիտի ասեմ, երևի իմ համար մի հատ ծրագիրը, որը ես հենց առաջի անգամ այդ մոնքի մեր ծրագիրը, որ ես Աշոտին առաջի անգամ Ավանեսյան Աշոտին, հա, մոնքի հիմնադիր տնօրենին առաջի անգամ տեսա 100%-անոց ոնց որ մեջս վստահություն այդ տղայի մեջ հայտնվեց, որ ես մարդու մեջ անձամբ ինչ որ գումարներ են տվել ընկերներից եմ խնդրել, հետո ինչ որ Ավրորային եմ օգնել, ինչ որ ծրագիր են գրել Ավրորային առաջարկը 50,000 հետո Արմենիայով սկսեցինք ավելի լայն fundraising 200, то есть այդ իմ տեսակից ամենահաջողված ծրագիրն էր։ Հետո իհարկե որ ստեղ եկան, մինչև մալ երեք միասին վարշապատում ենք, ելի քննարկում ենք, ու էլի շարունակում ենք ինչ որ ձևով կարողանամ օգնեմ։ Բայց այնտեղ ոնց որ կարողություն կար, Աշոտի մեջ ու ցանկություն, բայց դրա հետ մեկտեղ չգիտեմ, մարդիկ կարողա քննադատությունը լավ չընկալեն, բայց ինձ թվում է պետքա դրա մասին խոսալ։ Իմ շատ լավ ընկերը Հրայր Բալյանը գիրք ա գրել 650 էջանոց, ինչի ձախողվեց Արցախի բանակցային process-ը։ Բոլոր փաստաթղթերով, բոլոր ամեն ինչով, հա, ու շատ հետաքրքիր է հիմա։ Այսօր առավոտը միասին սուրճ ենք խմում, ինքը գիրքը ներկայացնելու է, ու ինձ թվում է ակադեմիկ շատ լավ հետազոտություն է արված, ու ամենամեծ խնդիրներից մեկը այդտեղ նա է, որ մարդիկ դժվար վիճակում, պատերազմում պարտված ոչ մի կոմպրոմիսի չեն ուզում գնան։ Այսինքն այդ բանը, որ մերն է ու վերջ, հա, ես առաջի առաջարկներից մեկը արդեն քաղաքական, հա, ոնց որ ոլորտի։ Իմացա, որ 2005 թվին Արցախի սահմանադրությունը փոխվել էր, ու բոլոր այդ 7 հիմա արդեն ասում են գրաված կամ ազատագրված շրջանները դարել էին Արցախի հանրապետության մաս։ Ես ասում եմ, մեկը արդեն կորցրել եք, եկեք սահմանադրությունը փոխենք, մնա այն 4 կամ 5 շրջանը, որը այս պահին Արցախն է, այդ ի վերջո այնտեղ ադրբեջանական բնակչությունն ա եղել, իրանք էլ վերցրել են, տալիս ենք, բայց մեր կողմից քայլ է լինում փոխզիջման։ Ու սկսում ենք ինչ որ բանակցելով process։ Մենք պարտվել ենք ու մենք ռազմական առումով ավելի թույլ ենք։ То есть մենք պահանջել այդ մաքսիմալիստական պահանջներ դնելու ոչ մի կարողություն չունենք մեր պահանջները օժանդակելու։ Հետո ես իհարկե այդ 6 ամսում ասեցի, ինչ որ փորձել եմ անեմ, ու ինչ որ մունքը իմ համար հաջողություն էր, ու բացումն էլ հիշում ես, միասին էինք այնտեղ եւ այլն։ Նույնիսկ տեսանյութուն եմ փոքրիկ իրար հետ։ Ու իմ համար իսկապես ես ինքս երբեք չեմ փորձել ինքս ցուցադրեմ կամ բանանեմ, իմ համար շատ կարեւոր ծրագիրեր ու կարևոր այդ երեխեքի հետ հետո գնացել եմ քանի անգամ մի օր ամբողջ օր շփվել եմ, փորձել ենք ինչ որ բան պատմել եւ այլն, բայց հիմա գալով էլի քաղաքական Արցախի, հա, էվոլյուցիայի խնդիրների,
ու այդ պատմությունը ես շատ տեղեր չեմ պատմում, բայց կուզեմ ստեղ նաև պատմեմ, քանի որ խոսում ենք 2022 թվականին սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ որ Նենսի Պելոզին է գալիս եւ այլն, ինչ որ մեր ջերմուկում հարցակում, ստեղ հարցակում, ես իմ ընկերոջ Վարդանի հետ Pars Media-ի բոլոր այդ դիրքերը գնացել, տեսել ենք բան, ու ես ինքս հասկացա, որ իկային եզրակացության, որ Արցախ հաջորդ մեծ հարվածը Արցախում է լինելու հոկտեմբերի սկզբին իմ մոտ այդ տպավորվել էր Ռեարմինիայի մեր շաբաթական հանդիպումներից մեկից փորձել եմ նաև բոլորին դրա մասին պատմեմ, ու հետո ռուսական քաղաքագետ կա Ռուսլան Պուխով ինքը ինձ 4 էջանոց փաստաթուղթ ուղարկեց, որ այս հանգամանքում ռուսական Ուկրաինայում պատերազմում եւ այլն դուք ոչ մի շանս չունեք Արցախում հայկական բնակչությունը պահելու։ Ես հետո, ու ես ստեղ տարբեր մեր բարձրացիչյան պաշտոնյաներին այդ Ռուսլանի 4 էջանոց թուղթ եմ տվել ու փորձել եմ համոզեմ, որ վատավիճակը, այդ որ ասում եմ վատ կա, շատ վատ ու ավելի վատ, այդ տարբերակներում պետք է մտածել։ Հետո ես գնացի Ստեփանակերտ, այդ ժամանակ ես արդեն ուրիշ ներգրավություններ ունեի, Ռեարմինյաններ եւ այլն, բայց ամիսը մեկ մի շաբաթով գնում էի, գնացի Արտակի հետ էլ, Արայիկին էլ փորձեցի հանդիպեմ, բայց Արտակը իր հետ խոսած, այդ թուղթը տվեցի, որ կարդա բանանի, ասեց չէ, ես ռուսական գեներալ հետ խոսացել եմ, իրանք ինձ խոստացել են, որ Արցախի հետ ոչ մի բան չի լինելու, իրանք լրիվ մեր գլխին կանգնա, անձամբ Պուտինը խոստացել են։ Արտակն էլ ասեց Բեկլարյանը մեր էպիզոդ իր հետ էպիզոդում ենք անձամբ Պուտինի խոստանալը դա ինձ համար Պուտինը շատ ուրիշ բաներ է խոստացել, որ չի արել։ Դա ինձ համար հիմք չի։ Ուզում եմ ես այն ժամանակ ասում եմ, որ ասում եմ պլան A, պլան B, պլան C, ենթադրենք, երբ որ հարվածը գա, ու հետո 2 ամիս հետո բլոկադան սկսեց։ Դուք եթե պիտի ստիպված լինեք էվակուացվելու, ոնց պիտի էվակուացնեք։ Ինչ որ պլան պիտի գծվի էվակուացիայի։ Այս գյուղերը առաջինը կամ կանայք առանձին, երեխաներ առանձին, մեծերը հերթով, ինչ որ պլան պիտի լինի, պիտի դրա վրա աշխատեք։ Հետո ու չէ, ասում են մենք այդպես բան չենք ուզում անենք, ասում ենք մենք դրա մասին չենք էլ ուզում մտածենք։ Ասում եմ, եթե վատ այդ որ ասում եմ, որ եթե վատ բանի մասին չես ուզում մտածել, ու աշկերտդ փակում ես խնդրի առաջ, չի նշանակում որ խնդրը վերանում է։ Ուղղակի որ քեզ հարվածում է, շատ ավելի ցավալի է։ Ես հետո գնացել եմ Սյունիքում, այնտեղ մարզպետի հետ խոսացել եմ, փորձել եմ ասեմ կապանի շուրջը 20 հատ կիսադատար գյուղ կա։ Պատրաստվելու մասին մտածում եք, ասում եք չեն գալու։ Ասում եք եթե հանգարց գան, ինչ ենք անում, այսքան դատարկ կա։ Մի խոսքով ոչ մի փորձել եմ ինչ որ բաներ անեմ։ Ես հիշում եմ, ու այդ միայն մեր հայկական հայաստանյան խնդրը չի, դրա համար հետո հունվարին ես արդեն Սան Ֆրանցիսկո եմ, այնտեղ Երևան Դեզորյան մի հատ մեծ հանդիպում կազմակերպեց Սան Ֆրանցիսկոյի բանը, որտեղ ՄԱԿ-ը ստեղծվել է, այդ World Center կա, World Affairs Center կա, այնտեղ Ռուբեն Վարդանյանը ինքը պետնախարար էր ժամանակ on-line միացավ, ես էլ ինքս էի, Ռուբենը պրոբլեմ կրկոտ, բայց ճառասեց, որ պայքարելու ենք մինչև վերջ հաղթանակը մերն է, ինչ որ այս ոճով ես հետո երբ որ խոսացի, ասի իմ ամբողջ հարգանքով հանդերձ, եթե անկեղծ խոսենք, իմ անձնական կարծիքն եմ ասում, 2 տարի հետո ես մաքսիմում 20% շանս եմ տալու, այդ մարդիկ հիշում են, 20% շանս եմ տալու, որ Արցախում հայկական բնակչություն է լինելու, դրա համար մենք ոչ մի լծակ չունենք, որ իրանք այնտեղ շարունակեն մնալ։ Ու ցավոք այդ հետո ինձ հանդիպումից հետո մի քանի հոգի մարդ կրթված պրոֆեսորներ, բժիշկներ Սան Ֆրանցիսկոյում ասում են մոտենում են, ասում են ինչ ես տես վատ բաներ ասում։ Ասում եմ ես վատ բան չեմ ասում, որ ես սիրում եմ վատ բան ասել, բայց ուզում եմ ասեմ, եթե վատ ելք կա գալիս, դու դրան պիտի պատրաստվես, ոնց որ այսօր ենթադրենք Իրանի պատերազմի խնդիրն է, sense tense մեր սահմանն է։ Ինչ որ հնարավոր բաներ այդ կողմ գալու է։ Ոնց է գալու, ինչ պետք է անենք, դա պետք է մտածել, չգիտեմ, ատոմականն է, պետք է ավելի լավ պաշտպանել ամերիկյան դեսպանությունն է, պետք է ավելի լավ պաշտպանել թե ամերիկյան համալսարանը, բայց պետք է մտածել, որոնք կարող են լինել հնարավոր, ու նաև Իրանի հետ մեր հարաբերությունները, որի վրա մի խոսքով, ինչ որ բաներ արվում է, բայց շատ ավելի շատ, այդ մի հատ անվտանգության խորհրդի նիստով չնստեցին մի ժամ քննարկեցին, դա 24 ժամ
7 օր շաբաթը պետքա դրա մասին մտածել։ Ու նույնը Արցախում էր, հետո ես երբ որ Ալեն գիտես Եսայան, հա, Ալա երբ որ սկսեց սա սեպտեմբերին, հա, որ Արցախահայությունը սկսեց դուրս գալ, մենք գնացել ենք մի ամբողջ օր Արլի հետ առավոտվանից սահմանին Կորնիձորում կանգնած մարդկանց դիմավորում էինք ու այդ սարսափելի դաժան ու անկազմակերպ ելքի պատմությունները, շատ պատմություններ կա, որոնց մասին չեմ ուզում խոսեմ, բայց մարդկանց որ դուս են գալի, փորձում ենք մեկին գումար ենք տալիս, մեկին դեռ լուլիքը ուրիշ մարդ կար, ուտելիք են տալի, էս են տալի, բայց իրանց այդ 4-5 օր մարդիկ ոնց են ճանապարհին 60 քանի հոգի մարդ ճանապարհին մահացել, հա, 4 օրվա ճանապարհ են անցել, պատկերացնում ես, 90 դեպքերը ես չգիտեի։ 60 քանի դեպք ճանապարհին ուղղակի մեծ մարդիկ, հիվանդ մարդիկ մահացել են։ Չհաշված այդ բանում լցակայանում բենզին լցակայանում 200 հոգի զոհերը, որ էլի ոչ կազմակերպվածություն չի եղել, չգիտեմ, բոլորը ծխում էին եւ այլն, այդ կարգի բաներ, այսինքն այդ իրավիճակում, եթե դու չես կազմակերպում, եթե պլան չունես, հա, ու այդ պլանում հստակ գրած չի, ով երբ պիտի։ Այդ նույն ճանապարհով փոխանակ իրար խցանեին, այդ նույն ճանապարհը եթե լավ կազմակերպվեր, շատ ավելի արագ կարային մարդիկ դուրս գային, էլի։ Ու այդ չի նշանակում, եթե արենք հիմա ոնց է Արցախի մի մասը իշխանություններն է Հայաստանի մեղադրում, Հայաստանի իշխանություններն է իրանց է մեղադրում, ըստ իրար մեղադրելու խնդիրը չի, բայց երկու կողմից էլ եթե հասկանային, որ մենք ռազմական կարողություններ չունենք պաշտպանելու, մենք պիտի փորձենք ինչ որ գոնե այդ բնակչության ելքը ավելի քաղաքակիրթ ձևով ավելի կազմակերպված անել։ Դավիթ, բայց լուծումը ամեն դեպքում միայն փոխզիջման մեջ եք տեսնում, թե այլ լուծում։ Ինչի մեջ։ Փոխզիջման, ձեր խոսքում նշեցիք, չէ՞։ Ես չէ, փոխզիջման այս նույն Հրայր Բալյանի հետ մենք այդ Արցախի ելքից կամ էթնիկ զտումից մի ամիս առաջ հոդված գրեցինք Modern Diplomacy-ում, որտեղ սիրիական մոդելի ինչ որ լուծումներ էինք առաջարկում ու փոխզիջումը ենթադրենք մենք առաջարկում ենք այդ մեխանիզմը, որ Սիրիայում աշխատել է, հետարենք Սևծովից Պարենամաթերքը գալիս է Թբիլիսիով, Աղդամով մտնում է Ստեփանակերտ ու ՄԱԿ-ի դրոշի տակ, ՄԱԿ-ի կազմակերպված, բայց ոչ մի կողմը չէր ուզում, ու այդ իմ համար փոխզիջում էր։ Ինձ հետո շատերը ասում են մենք Թուրքի ձեռքից ուտելիք չեն վերցնի։ Ասում են եթե քո երեխան սովից մահանում է, դու 9 ամիսա բլոկադայի մեջ սոված ես, ի՞նչ անշան Թուրքից ուտելիք չեմ։ Այդտեղ փոխզիջում ու այդ հրայրի գրքում այդ փոխզիջումների բացակայություն երկու կողմից էլ, հա, որ հսկայական քայլերի հնարավորություն կար երկու կողմից էլ, որ եթե փոխզիջումներ անվեր, գոնե Արցախի բնակչությունը կշարունակեր հայկական Արցախում ապրել որոշակի ադրբեջանական յուրիսդիկցիայի տակ, էլի։ Հիմա դա ոնց կլիներ, ինչքանով կստացվեր թե չէ, ես չգիտեմ, կարող է չստացվեր, բայց գոնե ինչ որ շանս կար։ Երևի 3000 տարի այնտեղ հայկական բնակչություն ա եղել, թե մոնղոլների տակ, թե թաթարների տակ, թե տարբեր նույն Ադրբեջան-սովետական Ադրբեջանում եւ այլն, ինչ որ բան եղել է ու այսքան կատաստրոֆիկ ելքը չէր լինի, էլի, որ մենք ի վերջո դա պատմական հայկական 15 պատմական նահանգներից մեկն է, որտեղ մենք բացարձակ հայկական ունեինք 90% կամ 80% ինչ որ պայի, հիմա բացարձակ ոչ մի հայ չունենք, էլի, այնտեղ ապրող։ Դե ուղղակի նաև այդ փոխզիջումը երկրորդ կողմի բանն էլ է ընդհանրում ու ակնհայտ էր, որ ինչքան քո կարողությունները թույլ են, այնքան փոխզիջող կողմը, ավելի շուտ զիջող կողմը միայն դու ես լինում ու դա էլ էր հարցական, հա, քո զիջումների հետևանքով արդյոք փոխադարձ մի բան կլիներ, թե հավելյալ ախորժակ կբացվեր։ Ես այդ օրերին Ամերիկայից բան եկավ, ինչ որ ռեգիոնալ տնօրեններ իրանց USAID եկավ իր հետ առանձին հանդիպել, Ամերիկայի դեսպանության քաղաքական խորհրդականի հետ երկար հանդիպել ենք, այդ որ Բրատիսլավայում էին հանդիպում առաջարկում, հետո Սոֆիայում էր կարծեմ հանդիպումը առաջարկում։ Ես Սերգեյ Ղազարյան, Արցախի արտաքին գործերի նախարարն էր նստել, երկար փորձել ենք ինչ-որ փոխզիջումային սցենարիներ մշակենք, որ ինչ է նշանակում, ենթադրենք բանակ չունենք, բայց ոստիկանություն ունենք, օրենսդրությունը սենց, ինչ-որ սցենարիներ նստել փորձել ենք մշակենք, ու ամերիկացիները խոսակցություն նա եղել, որ թող իրան գան, նստեն իր հետ խոսան, մենք կողքի սենյակում ենք լինելու, մեր ներկայությունը ոնց որ հիմա, հա, տրիպի հետ կապված Տրամպի ներկայությունը որոշակի բան է բերում, զսպացություն է բերում։ Այնտեղ էլ ասում էր մեր ներկայությունը որոշակի ձևով կնպաստի։ Հիմա դա չեմ ուզում ասեմ, որ միանշանակ երաշխավորված happy end էր, հա, լավ ելքի բաներ, բայց ինչ որ տարբերակ էր, որը կարող է այսօրվանից ավելի լավը լիներ։ Ես օրինակ այն ժամանակ ես չէի կար, ես մի հատ բան
Ռուբենի հետ Մեհրաբյանը ինտերվյու ունեմ սեպտեմբերի 4-ին 5-ին 23 թվականին, որտեղ ասում եմ Արցախում 2 շաբաթ հետո կատաստրոֆա լինելու, պետք է արթնանանք, ինչ որ բան անենք։ Ու իսկապես ամսի 19-20-ին ընդամենը 2 շաբաթ մի քանի օր հետո այդ ամենը եղավ, բայց այն որ մենք մինչև այդ բանը չեղավ, մենք չարթնացանք, հետո արդեն սկսեցինք այդանի այդ մի բանը Ադրբեջանի հետ փոխզիջում, կոմպրոմիս, ինչ դա համար երկու կողմից էլ 30 տարի եղել է բան էմոցիոնալ լարում, չէ՞, ու ասել ունես չի որ իրանք բացարձակ չար ուժեն, մենք բացարձակ բարի ուժ ենք։ Պատերազմում մարդիկ իրար երկու կողմից են սպանում ու էմոցիաները երկու կողմից իրանք ես ընկերներ եմ ունեցել, գոլեգաներ եմ ունեցել մակում ադրբեջանցի ու հետ խոսացել ենք իրանք իրանց պատմություններն են պատմել, իրանք ոնց են մոտենում էլ այդ խնդրին ու այդտեղ ինչ որ շանս որոշակի, որ փորձել եզրեր գտնել կար, բայց խնդրեմն է մենք նույնիսկ մինիմալ քայլեր այդ ուղղությամբ չենք արել։ Հիմա որ կետում ենք ըստ ձեզ այդ հատակով, որ ասացիք, հա, իջնում ենք։ Այսօր Հայաստանը ինչ վիճակում է գտնվում ու արդյոք ճգնաժամի մեջ ենք հիմա, ուղղակի չենք գիտակցում, թե հաղթահարել ենք ճգնաժամը ու իսկապես գնում ենք խաղաղության։ Ինձ թվում է մենք այդ շատ խառը պատկեր է, մի կողմից քաղաքական առումով ինձ թվում է մենք ճգնաժամի մեջ ենք, ու այդ իրար չլսելու այդ մշակույթը քանի գնում խորանում ու վատա ու կայտա դա պայթի։ Մյուս կողմից էլ ծնվել է ու զարգանում արագ այդ տեկ բնագավառի շատ որակյալ մարդկանց մի սերունդ, որը նոր բիզնեսներ աստեղծում մարդիկ ներդրումներ, ես էլ եմ ներդրումներ արել, ինձ համար շատ հետաքրքիր է այդ աշխարհը։ Մեր Արմենիայի փորձա իրար հետ հավաքում ենք ինչ որ խաղապարներ, այսինքն երկու տրենդն էլ կա, նենց չի որ ամեն ինչ վատ է, то есть դա Սոմալիա կամ Աֆղանիստան չի, դա տնտեսական հետաքրքիր հեռանկարներ է բացվել Հայաստանի համար, բայց անընդհատ այդ ճգնաժամի մեջ նաև կա հնարավորություններ, հա, ու կա ռիսկեր ու կա հնարավորություն, risk and opportunities, հա, ու այդ մեր այս իրավիճակում, թե մեր ես մի կես տարի առաջ ամերիկյան դեսպանի հետ առիթ եղավ, Իսրայելի դեսպանը միջոցառում էր կազմակերպել, այնց ստացվեց որ դեմդիմաց դուրս եկանք, ինքը ու ես էլ նոր Թեհրանից վերադարձել էի, ու ես սիրում եմ դες պրովոկացիոն քայլեր անել մեկ-մեկ։ Իրար sense ինքը ձեռքը տվեց, ասում է ես ամերիկյան, չէ, ասես Կրիստինա Կեին, ասեցի հայ գիտեմ դուք ով եք, դուք ամերիկյան դեսպան եք, շատ ուրախ եմ ծանոթանալու համար, ասի միջալոց ես էլ նոր Թեհրանից եմ վերադարձել ու այսպես կարգի խոսակցություն որ պատմեցի Հայաստան, Իրան, այդ յուրահատուկ հարաբերությունները, ասեցի իմ ամենամեծ ու հարգված շեֆերից մեկը Նյու Յորքում, ՄԱԿ-ում, հա, բարձրաստիճան պաշտոնյա, մի անգամ ինձ ասեց ձեր հայկական դիվանագիտության ամենամեծ հաջողությունը այն է եղել որ դուք Իրանին համոզել եք որ Ամերիկայի հետ շփվեք, Ամերիկային համոզել եք որ Իրանի հետ հարաբերեք, տարբերակ չունեք, ու երկուսն էլ ընդունել են, ու դա իսկապես դիվանագիտական կարևոր կետ է։ Հիմա մենք իմ գաղափարն է, եթե մենք երկու կողմերի հետ չենք Իմ մի հատ շատ լավ հրեա ընկեր կա Երևանում ապրում է, իր հետ մի շաբաթ առաջ խոսում ենք, ինքը ասում է, ինքը Իսրայելի է, Ռուսաստանի քաղաքացի է, բայց Երևանում ապրում է, ու իրան ամենաերջանիկ մարդն է համարում Հայաստանում ապրելով, ու մոտ 1000 հոգի հրեա ունենք։ Ասում ես, եկան տենց ստացվեց, որ ընկերներից մեկը ծանոթացեց Պարսկաստանից երկու պարսիկներ իրանացիների հետ, ու նստած իրար հետ սուրճ ենք խմում, խոսում ենք, շատ ջերմ կրթված ընդհանուր թեմաներով, ու ասում եմ, եկե հիշեցինք, որ զուգահեռ հիմա Իսրայելը ռմբակոծում է Իրանը, Իրանը հրթիռակոծում է Իսրայելից, մենք զուտ մարդկային շատ ջերմ լավ հարաբերություն Երևանում, Երևանի լավ կաֆեներից մեկում։ Ու զուգահեռ ասում եմ հիշեցի, որ ընդամենը դրանից մի քանի օր առաջ ուկրաինացի ընկերներ էին եկել, որոնք ռուսների հետ էլի Երևանում նստած ճաշում էին ու շատ ընդհանուր թեմաներ էին գտել, ուտեղից այդ գաղափարը ծնվեց, որ քանի որ Հայաստանը շատ կոմֆորտի երկիր է, հաճելի է, լավ սնունդ, լավ մարդիկ, լավ միջավայր, անվտանգ եւ այլն, եթե մենք դա կարողանանք պահենք, մենք կարանք բավականին, այսինքն տարբեր ուժերի համար լինենք հարթակ, որոնք ոնց որ Շվեյցարիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ոնց էր, այնտեղ օրինակ ընդհանրենք Ռուսաստանը, Սովետը, Գերմանիայի հետ հսկայական պատերազմ էր գնում, բայց KGB-ն Abwehr-ի հետ կարար Շվեյցարիայում հանդիպումներ, ինչ որ հարցեր քննարկել, էլի։ Հենց որ այդ կարգի մոտեցումներ, այստեղ Հայաստանը դու Իրանը ունի Դուբայի բանկերում, Էմիրատների բանկերում, մոտ 15-ից 20 միլիարդ դոլար, ու մոտ 50 միլիարդ դոլարի անշարժ գույքի մեջ ներդրում։ Հիմա այդ կապիտալի մի շարք անգլիացիները հսկական
անպայման չի Դուբայ տեղափոխվի Երևան, բայց ինչ որ մի տոկոս է, Կապիտալը կարող է, ոնց որ Մոսկվայից, հա, տեխնոլոգիական բիզնեսի Nvidia-ն եկավ 350 հոգանոց թիմով Երևանում տեղավորվեց, Yandex-ը եկավ։ Հիմա եթե ինչ որ բաներ էլ Դուբայից Երևան կան, դա մեր համար շատ հետաքրքիր հնարավորություն է։ Ու մենք պիտի կարողանանք այս շատ զգայուն դժվար պահին մենք կողմ չընդունենք, այսինքն մենք մեր այդ նեյտրալությունը դնենք սեղանի վրա, ասենք մենք զզել ենք հարգում, ուզում ենք որ դուք լավ լինեք, բայց մեր նույնը Ուկրաինա, Ռուսաստան, հա, կարող է շատերը համակրանքը դեպի Ուկրաինան է, իմ անձնական համակրանքն էլ է, բայց որպես պետություն մենք կարողանանք ճիշտ բալանսավորենք։ Ուզում իմ ամբողջ ասածը այն է, որ մենք շատ դժվար իրավիճակում ենք, ու Հայաստանի ներքին խնդիրներից բացի կա բազմաթիվ ռեգիոնալ եւ գլոբալ խնդիրներ, բայց դրա մեջ նաեւ եթե ստեղծագործ բացում ես, նաեւ ինչ որ հնարավորություններ է բացում։ Հնարավորություններ կան, այո։ Գանք մի քիչ էլ մեր համայնքային խնդիրներին, հա։ Ձեր մի հարցազրույցներից մեկում ասում եք, որ հայի ֆենոմենը դրսում շատ ավելի այսպես բան է, առանձնահատուկ է հայը վստահության, հարգանքի հետ է ասոցացվում, այնինչ Հայաստանի հայը, հայերը իրար հետ հենց Հայաստանում այդպես չեն մտածում, իրար չեն վստահում, շատ հաճախ չունեն համագործակցային ընդհանուր մոտեցումներ, բայց ձեր տարբեր գործունեությամբ նաև հենց համայնքներ եք գնացել, ամենաայսպես թեկուզ հենց Արցախի հաղորդի գյուղի օրինակը Վաղուհասը կհիշեք, կարծեմ ամենասիրելի գյուղապետն եք, չէ՞, այնտեղ գտել։ Ուզում եմ հասկանալ այդ ճահճացած վիճակում գտնվող համայնքներում ինչ տարբերակներ ու լուծումներ կան, որ այդ ատոմիզացված մարդիկ միանան ու այդ նույն հայի ֆենոմենալ կերպարը մենք ունենանք Հայաստանում իրար հանդեպ այդ նույն զգացողություն ունենալով եւ ոչ թե միայն արտաքին շերտով կամ օտար երկրներում։ Կարևոր հարց է ու շերտեր ունի այդ հարցը։ Ես մի հատ ընդհանուր ավելի բան ասեմ, դա իսկապես երևի 100 երկրներում եղել եմ, 100 երկրներից եւ 70-ում կամ 70-ում ինչ-որ համայնքների հետ շփում ա հայկական գտել եմ, իրանք են ինձ գտել, մի մասի հետ խորը Սիրիայում դե շատ նենց բան շփվել եմ, Աֆղանիստանում հայկական եկեղեցու մնացորդներն եմ տեսել, Սուդանում Խարտումում հայկական երկու հատ եկեղեցի կա, Ադիս Աբեբայում եւ այլն, ու տարբեր տեղեր, Հորդանանում, որ Հորդանանի թագավորը դեսպանի հետ առիթ էր, ասեց լավագույն ազգերից մեկը հայերն են, իր անձնական գնահատականն ասում այդ փոխանցեք Տիգրանը դեսպանը մեր ինձ պատմում էր դրա մասին։ Սիրիայում երբ որ ես առաջի անգամ եկա արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում այն ժամանակ 17 թվականի Սիրիայում, հա, Ֆայզալ Միգդադ բավականին հետաքրքիր անձնավորություններ, որ իմացավ ազգանունս հայ եմ, ասում իմացավ որ Հայաստանից եմ, ասում է եթե դու հայ ես ու Հայաստանից ես, դու մեր մոտ, ասում է քո առաջ բոլոր դռները բաց են, ասում է դու չես պատկերացնում, իմ բժիշկը հայ է, իմ կնոջ դերձակը հայ է, ժամագործը հայ է, այս հայ է, այն հայ է, ու ասում է այնքան մեր հասարակության մեջ հայերի նկատմամբ հարգանք կա, ճշտապահ, խոսքի տեր, կազմակերպված, եւ ինչ-որ ես բան, ես լսում եմ, ասում մտքումս իհարկե, ասում այդ մեր մասին է խոսքը գնում, թե ուրիշ հայերի մասին է, բայց բան չասեցի, բայց իսկապես ում հանդիպել ես մարդը, չէ՞։ Հա, ու ինչ-որ կա այդ ընդհանուր աշխարհում ընդունված վերաբերմունք, որ հայերը տենց են։ Հիմա ինչի մեր Հայաստանի հայերը, ասում են հայերը ամենտեղ լավ են ապրում, բացի Հայաստանից, նաև այդ կարգի ինչ-որ բան կա, ուստեղ ինչ-որ խնդիրներ կա, հիմա կարելի է փորձել, հա, մեկ էլ Սիրիայի նախարարներից մեկը, էներգետիկայի կարծեմ նախարարն մի անգամ ասեց, ասում է, քանի միլիոն հայ կա Սիրիայում, ասում եմ ամենաշատերը 50,000 է, ասում եմ, բայց տպավորություն ունեն, որ ամենտեղ հայեր են, շինարարություն հայեր են, էլեկտրականություն հայեր են, էլի այդ ներկայությունը ու նաև հետաքրքիր է Մետաքսի ճանապարհի հայկական առևտուրը, այնտեղ ինչն է եղել ամենակարևորը, որ հայերը այդ ամբողջ շղթան Ամստերդամից մինչև Ջակարտա կամ Սինգապուր, հա, իրանք հայկական փոքր բնակավայրեր չէ, խմբեր են եղել հայերի առևտրական, որ իրանք իրար բացարձակ վստահել են հայերը, ու իրար հետ ենթադրենք ինքը կարող է Ամստերդամի ու Ջակարտայի հայերը իրար խոսք տան, որ դու էսի ճապրանքը ուղարկի, ես կվճարեմ, ոչ այն ժամանակ ոչ բանկային գարանտիա եղել 15-16-րդ դարերում, ոչ ինչ որ ուրիշ մեխանիզմ կամ ինչ որ ապահովագրություն եւ այլն, բայց ուղակի իրար փոխադարձ վստահություն ու իրար հետ հայերեն են խոսացել, բնական է, բայց
ու նաև այդ ամեն մի հայ այդ ամեն մի կետում, հա, Բուխարայում են եղել, Չինաստանում Կաշգարում են եղել, չգիտեմ, Բանգլադեշում հայկական եկեղեցի եւ այլն, մետաքսե ճանապարհի բոլոր ճյուղերի վրա հայերը շատ ամենաակտիվ առևտուր անողներից մեկն է, մինչև Եվրոպա։ Անգլիական այդ բանը, որ անգլիական կայսրությունը հայերին հատուկ իրավունք հատվե առանց հարկման առևտուր անելու եւ այլն։ Ու այդ ինչի է եղել, որ հայերը իրենց խոսքի տերին կոտեր են եղել, վստահություն են ստեղծել ու նաև իրանք այդ հարմարվողականությունը, sense բառը հայերովի ճիշտ եմ ասում, որ իրանք լեզուներ են սովորել, իրանք շփվելուց բոլորի հետ կարողացել են ճիշտ ձևով շփվել, մշակութային, կարևոր չի, չգիտեմ, հինդուիստա, բուդդիստա, մուսուլմանա եւ այլն, հայերը ես հետաքրքիր է օրինակ Վենետիկում բոլոր դեսպանները միշտ հայ օգնական են ունեցել։ Դրա համար հայ օգնականը միշտ մի քանի լեզու է իմացել ու բոլորի հետ կարողացել է իր մշակութային բանը հիմքերից ինչ որ հարաբերություններ կառուցել։ Իրեն շատ օգնել են, էլի։ Այդ ինձ թվում է մեր մոտ լավ չգիտացված հսկայական ակտիվ է ազգային կոմունիկացիայի, ազգային բիզնես վարելու եւ այլնի։ Ու այդ ամենը հիմա ինչի չի ստացվում, ինչի չգիտեմ հաղորդիում, երբ որ մենք տեխնո դպրոց էինք բացում, կողքի գյուղապետերին ես հատուկ Աշոտին ասել եմ հրավիրեք բացմանը, գյուղապետերից ոչ մեկը չէր եկել, դրա համար իրանց գյուղում չէր, այլ մյուս գյուղում էր։ Չնայած այս դպրոցը բոլորին էր ծառայում ու բազմաթիվ ուրիշ այդ կարգի պատմություն։ Ինչի է տենց լինում, ինձ թվում է այդ մենք ինչ որ սովետն է մեր վրա մի քիչ ինչ որ տեղ վատ ազդել, պլյուս տարբեր ուրիշ կայսրությունների մեջ երևի մենք չափից դուրս ենք հարմարում այդ տիրող կայսրության մշակույթներին, ու բայց մեր իրական մշակույթը, այդ իրական արժեքը, այն ինչ որ մեզ ճանաչում են, ինչի համար մեզ ճանաչում են, դա բան հայտնի մեծություն է ու դրա վրա պետք է աշխատենք, որ վերականգնենք, էլի վերականգնենք այդ իմիջը, ընդհանրենք Արգենտինայում թե որտեղ է, էլի որտեղ որ ասում ես այդ հայ ասելով, միանգամից ոնց որ քո նկատմամբ բանա կրեդիտ դավեր, էլի sense ասած քո նկատմամբ բանա հայտնվում, որ այդ ոնց անենք, որ այդ ամենը կա Հայաստան, հիմա գալիս է։ Իսկ մա նոր սերունդի մեջ հսկական դրական փոփոխ։ Ես ինքս փաստորեն 20 տարի բացակայել եմ Հայաստանից, 20 տարի ես գնացել եմ, դե տարի մի անգամ մի շաբաթով եկել եմ, ինչ որ պապաս, ծնողներս, եղբայրս, ինչ որ ընտանեկան, Հայաստանը կարծում ենք իր ընթացքով գնում է։ То есть ես ման չունեմ, իմ խնդիրը չէր, էլի, մակում այնքան ճգնաժամեր կար ու օրակարգ այնքան հագեցած էր, որ էներգիա ու բան չկար, կարողություն չկար, էլի, բայց հետո որ եկա 2021 թվականին, հայտնաբերեցի լրիվ նոր որակի շատ հետաքրքիր կարող սերունդ ու այդ արժեքներին տիրապետող, այդ արժեքները իրանց մեջ շատերի մեջ մտածա։ Հիմա բայց դա չի դարձել համապետական, ոնց որ համազգային արժեք, էլի, դա ինչ որ նոր սերունդի մեջ ստեղծվել է, բայց դեռևս քաղաքական դաշտ չի տեղափոխվել։ Իրար ինչի մենք բոլորին կարողանում ենք լսենք, բոլորի հետ կարողանում ենք հարաբերվենք, բայց հիմա այստեղ երկու տարբեր քաղաքական ուժեր ոչ մի ձևի ու իրանց մեջ շատ ընդհանուր խնդիրներ կա, չէ՞ որ կարող են հասկանալ ով ու մեծ ոչ ոք չի ուզում միանա, կարծեմ 120 հատ կուսակցություն ունենք ու պարզ չի էլ այդ կուսակցությունների անձից բացի գաղափարախոսության մեջ ինչն է տարբերվում։ Ճիշտ եք։ Այսինքն կարծում եք, որ ի սկզբանե մենք այդ համագործակցային մոդելը ունեցել ենք։ Հա։ Ուղղակի Հայաստանում ենք կորցրել պետությունների տիրապետության տակ։ Հա, այսինքն այդ ցանցային մոտեցումը, ինձ թվում է առաջի ցանցային ազգերից մեկը հենց այդ մետաքսե ճանապարհի ցանցային առևտուրը կազմակերպելուց մենք առաջի գլոբալիզացիա իրականացնող ասն ենք եղել այդ ժամանակ 13-ից 17-18-րդ դարեր, հա, երբ որ սկսել ենք այդ առևտուրը մետաքսի ճանապարհով ու շատ հետաքրքիր ճանապարհներ, ու մենք իրար եթե չվստահենք, այդտեղ ոչինչ չէր աշխատի։ Իրար վստահել ենք, իրար հետ հարաբերվել ենք, իրար հետ կարող ու վստահել ենք նաև շրջապատին, ամեն մեկը իր լոկալ աշխարհում կարողացել է հարաբերություններ ստեղծի։ Ես այնքան տարբեր առիթներ եղել են, աշխատողներից մեկը պակիստանցի էր, ուղարկեց ինչ որ Պակիստանում ամենահարգված գեներալներից մեկը 17 տարի եղել է հայ։ Անունը չեմ հիշում, ինչ որ շատ հետաքրքիր ու հոդված ուղարկեց իր մասին, իր հայկական ծագման մասին, չգիտեմ,
բոլոր երկրներում, Եթովպիայում բազմաթիվ ուրիշ պատմություններ կա, հատուկ են երկիր կա, որտեղ տենց ինչ որ հայերի հետ կապված դրական պատմություն չկա։ Այո։ Ու այդ ցանցի մասին ուզում եմ ասեմ, այդ ցանցը մեր մեջ եղել է, ինչ որտեղ մենք կորցրել ենք, չնայած էմոցիոնալ առումով Հայաստանը միևնույնն է շատ ջերմ երկիր է։ Ես 2 տարի առաջ ՄԱԿ-ի նախկին UNDP-ի նախկին տնօրենները մենք ամեն տարի մի երկիր ենք գնում, հավաքում ենք մի 50-100 հոգով։ Ես հրավիրել էի Հայաստան ու մոտ 50 քանի հոգի եկել էր։ Բարձրաստիճան ՄԱԿ-ի հիմա թոշակի անցած մարտիկ են, իրանք վերջում քանի հոգի ինձ մոտեցավ, ասում ես 25 տարի ամենք տարբեր երկրներ են գնում, ամենահաճելի երկիրը Հայաստանն է եղել։ Ասում եմ ինչն է հաճելի, ասում եմ փողոցում կանգնած, ենթադրենք փորձում եմ տաքսի կանչեմ, չեմ կողմնորոշում, ոնց անեմ, մեկը 5 հոգի մարդ հավաքվեց, միանգամից ինձ օգնեցին։ Ինչ որ ռեստորանում պատվիրել եմ, բայց բարձրամա մանր չունեմ, ասացին ոչինչ, այդ խնդիր չի։ Տաքսի վարորդը մեզ տարավ տեղ առանց գումար վերցնելու։ Հետո ասում եմ ձեր ուտելիքը, ասում եմ եղել է, չէ, այդ առանձին մարդիկ ինձ մոտեցան մի քանի հոգի, ասեց ու եղել ենք Վիետնամում ենք եղել, չգիտեմ, Բութանում, Նեպալում, Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Հարավային Աֆրիկա եւ այլ բազմաթիվ տարբեր երկրներ են գնացել, ես էլ եմ մի քանիս։ Հայաստանի նման ասում եմ կամֆոր ու նաեւ ուտելիք ասում եմ։ Դուք չեք հասկանում ինչքան համեղ է ձեր մոտի ուտելիք, ինչքան հաճելի է այդ մարդկային ջերմությունը։ Հիմա այդ ջերմությունը մի կողմից կա օբյեկտիվ, այսինքն ես չեմ ասում, դա ասում է ինչ որ լրիվ մարդ, որը կյանքում մի անգամ մի շաբաթով Հայաստանում ժամանակ անցկացրել է, բայց դրա հետ մեկտեղ բազմաթիվ մենք խնդիրներ ունենք, որ առայժմ չենք հաղթահարել։ Այո, իսկապես ունենք այնպիսի հատկանիշներ ու ռեսուրսներ, որոնք անտեսում ենք մեր քթների տակ, այսպես ամենօրյա իրականության մեջ կան, որ աշխարհի շատ երկրներ կերազեին կամ գուցե ձգտում են ինչ-որ մոդելներով հասնեն, բայց մենք իսկապես դա շատ ոչ ճիշտ ձևով ենք կիրառում, հօգուտ Հայաստանի չենք կիրառում։ Կուզեմ նաև մի փոքր խոսենք բանի մասին, այս ցանցային հենց ազգի մոդելի մասին, մենք այդ առումով իսկապես ֆենոմենալ ազգ ենք, որ բնակչության մեծ մասը, ազգի մեծ մասը գտնվում է Սփյուռքում ու այդ ռեսուրսը էլի լիարժեք չեն կարողանում օգտագործել։ Ինչ մոդելներ եք տեսնում, որ Սփյուռքը կարող է դառնալ Հայաստանի համար կամուրջ, թե Հայաստանի ներսում ծնված գաղափարները այնտեղի կապերը օգտագործելով իրականություն դարձնելու համար եւ ինչ հնարավորություններ կարող է ստեղծել Սփյուռքը Հայաստանի համար, որ խոշոր խաղացող երկրների համար մենք չլինենք ուղղակի այսպես աութսորսինգային երկիր, այլ լինենք գործընկեր կամ երկիր, որտեղ կարող են հիմնել ու սկսել մեծ գործեր ոչ միայն ՏՏ ոլորտում, Հա Դե բացի ՏՏ ոլորտից, դրանից туриզմի ոլորտ կա, ժամանակակից գյուղատնտեսության ոլորտ կա, արվեստի ոլորտ կա եւ այլն, էլի, ու այդ տաղանդը ազգի մեջ տարբեր բնակավարներում ստեղծագործ միտքը, ազատ մտածելակերպը եւ այլն, ինչ որ շատ բնակավարներում ինքը արտահայտվում է։ Հիմա Սփյուռքի դերը ինձ թվում է, ու մենք պետքա անկեղծ ու հստակ ընդունենք դա, սովետական միության փլուզումից հետո մի շարք սփյուռքահայեր, որոնք եկան Հայաստան, շատ հետաքրքիր նոր որակ բերեցին։ Նույն ամերիկյան համալսարանը, որ ես սովորել եմ 91-ից 93 թվականը, իմ համար հսկական տրանսֆորմատիվ փոփոխություն ա եղել։ Մոտեցումը նոր որակի գրքեր եմ հայտնաբերել, կարդացել, ծանոթացել ընդհանրապես ժամանակակից աշխարհը, քաղաքական անալիզը, տնտեսական մի խոսքով, բազմաթիվ ուրիշ հարցերում իրանք մեզ օգնել են, որ մենք շատ ավելի արագ այդ անցումը անենք, ու իրանցից մարդիկ են եկել, ոնց որ նշեցի արդեն Երևան Զորյանը կամ բազմաթիվ ուրիշ մարդիկ, որոնք եկել են արդեն կոնկրետ տեկ բնակավարում, ինչ որ նոր իդեա են ստեղծել, միջև սինոպսիսը ուրիշ ինչ որ կառույցներ են ստեղծել, հետո միավորվել են։ Մի շարք մարդիկ ստեղից Հայաստանից գնացել են, ենթադրենք Pixar-ը կամ Crispy ժողովուրդը գնացել են Սան Ֆրանցիսկո, այնտեղի հայերի network-ի մեջ են մտել ու այդ network-ի միջոցով դուրս են եկել Բեյերայի տեխնոլոգիական աշխարհը զարգացման եւ այլն։ Այսինքն փոխադարձ իրանց մեջ այդ
էմոցիոնալ կապվածությունը Հայաստանին, լեզուն խոսալը, մասնակցելը մեր երկրի կայացման մեջ կարևոր ստիմուլ է եղել, բայց իհարկե մենք որոշակի ինձ թվում է սխալ խոչընդոտներ ենք նաև դրել, հա։ Ենթադրենք Հայաստանի դուրսը չենք կարող քվեարկենք օրինակի դուրս եթե դու դուրս ես դու Հայաստանում բոլոր դες ժամանակին կար որ կարող էր դեսպանությունում գնալ քվեարկել, բայց եթե ֆիզիկապես Հայաստանում չես կարող։ Այսինքն ընտրություններին մասնակցեն նաև սփյուռքի հայերը։ Սփյուռքի ինչ որ մարդիկ, ովքեր Հայաստանի քաղաքացի են դառել, իրանք կարան մի մասը ստեղ ապրեն, մի մասը ընդեղ ապրեն, եթե իրանք հարկեր են վճարում, կարելի է մտածել ոնց ճիշտ ձևակերպել։ Ենթադրենք օրինակի համար ես 20 տարի չեմ ապրել, հիմա արդեն 4-5 տարի ապրում եմ, ես իրավունք չունեմ ինչ որ պաշտոններ զբաղացնեմ կամ ինչ էլ, չեմ ուզում պաշտոն զբաղացնեմ, բայց սահմանափակումը անիմաստ է։ Դրա համար եթե հայ բարձր կլասի մասնագետ կա, որը կարող է գա, այստեղ պետական լավ պաշտոն զբաղացնի ու առաջ տանի, վերջո նաև շատ հավանական է ֆինանսապես ապահովված լինի ու կաշառակերության մասին ընդհանրապես իր մտքի մեջ մտքեր չհայտնվել, այսինքն ուրիշ մոտեցումներ կլինի։ Այդ մարդկանց հնարավորություն տալ մասնակցելը ինձ թվում է մենք արհեստական բարերներ ենք այդ ուղղությամբ դրել, դրա համար կարծել ենք մենք մեր աշխարհը պիտի պաշտպանենք արտաքին, բայց այդ արտաքինը բարի կամեցող լավ մարդկանց մասին, հա, իհարկե կարող է դաշնակները լինեն, կարող է, չգիտեմ, ռուսական FSB-ի գործակալները իրենց մեջ լինեն, բայց դա բացառություններ են։ Հիմնականում ու ես շատերի հետ եմ շփվել, այդ բարի ցանկացող, կարողություն ունեցող, դրական աուրաներ բերող մարդիկ են, որոնք ինձ թվում է կարևոր է։ Ու անկեղծ ես միշտ ասում եմ, Հայաստանի այսօր հիմնական մրցակցային առավելությունը դա մեր սփյուռքն է։ Իրա բոլոր ես վերջերս մի հատ Ջո Սիմոնյան կա, ինքը մեծ զինապահի բորդում է նաև անդամ, ինքը լավագույն ֆինանսիստներից մեկն է գլոբալ կոնֆերանսներին, որ ելույթներ ունենում են, ասում եմ մի հատ ինվեստիցիոն մեծ ֆորում էր Նյու Յորքում կազմակերպվել մի 10 տարի առաջ Հայաստանի ղեկավարությամբ եւ այլն, ասում եմ այնտեղ այն կլասի մարդիկ էին մասնակցում, հայեր կամ հայերին բարեկամ մարդիկ, ասում եմ ես ուղղակի անունները գիտեի, ոչ մի պատկերացում չուներ այդ մարդիկ հայ են, բայց իրանց ներգրավվածությունը, իրանց խոսքը Հայաստանին այդ ցանցը ցավոք ինձ թվում է կորցրել ենք, հիմա նորը պիտի ստեղծենք եւ այլն, այդ մարդկանց ներգրավելը Հայաստանում ի վերջո կարար հսկական տնտեսական փոփոխություններ բերել։ Ի վերջո հիմա այս ամբողջ այս արհեստական բանականության data center-ը բան, հա, Firebird-ն է, այդ նախաձեռնությունը նա Ռազմիկ Հովակիմյան ստեղի թիմի ժողովուրդն է, նու Բարաֆյանը, որը ինչ որտեղ մասնակցում է եւ այլն, դա սփյուռքն է։ Չէ, սփյուռքը, որը հա JD Vance-ը եկավ, հետո հաստատեց, բայց դա իրանց ներդրումն է, իրանց գաղափարն է։ Ռեվլիպարիցյաններ, չէ, Nvidia-ի գալու դեպքում փոխնախագահը հայեր Ռևլի Պարիցյանը այդ պատմությունը շատ է պատմել, որ ինքը Մոսկվայից, երբ որ խնդիր հայտնվեց, որոշեց Երևանը ամենահարմար տեղն է, տեղը փոխվելու ու իր անձի Ժիրարդի Պարիզյանի հետ էլ էս վերջերս խոսում, այդ նույն օրինակը բերեց, որ այդ պահին այս մարդու ներկայությունը, որ ինքը Nvidia-ի փոխնախագահներից մեկն է, հա, ու ինքը իր ներկայությունը ի վերջո ու նաև հետաքրքիր է, որ այդ Երվանդ Զորյան, Ռևլի Պարիզյանը, երբ որ բան Հակոբ Արշակյան, հետո վարչապետ 2019 թվականին գնացին Բեյերա, Կալիֆոռնիա, հա, Սիլիկոնային հովիտ, այն ժամանակ Nvidia-ն դեռևս այդքան մեծ գիգանտ չէր, բայց համոզել են ու Փաշինյանը համոզվել է, գնացել են Nvidia-ի տնօրենի հետ հանդիպել են, Յենսենի հետ հանդիպել են, ու շատ ջերմ հանդիպում ա եղել, ու դրանից հետո ասես դա կառուցվել է այդ process-ը, հետո եկել է Մոսկվայի Ռուսաստանի պատերազմը, Nvidia-ի տեղափոխումը, հետո Nvidia-ի կենտրոնը, ասես մեկը մյուսի վրա կառուցվելով հիմա խոսում ենք 4 միլիարդ դոլարանոց աշխարհի ամենամեծ data center-ների մասին Հայաստանում, էլի, որը այս բազմաթիվ տարբեր ոնց որ հանգամանքներ զուգադիպել է ու մեկը մյուսին լրացրել է։ Արցախի անկումից հետո Հայաստանը ինչ հետևություններ պիտի անի, որպեսզի նմանատիպ ճգնաժամային իրավիճակներում կարողանա դիմակայել։ Իմ համար ամենակարևոր այդ դասը, դրա համար այսօր հենց Հրայր Բալայանի հետ այդ իր գրքից էլ նաև որտեղ կոչվում է անատոմիա Արցախի անկման անատոմիան, էլի այս բանակցությունների անկման անատոմիան, ուտեղ էլ այդ կարևորը որ մենք դասերը չենք խաղում, ու այդ Արցախի հետ կապված դասերի մեջ, որ ենթադրենք առաջինը
Եթե կա վատ ու ավելի վատ սցենարիա, դու պետք է երկուսի համար էլ պատրաստվես ու աշխատես վատի ու ավելի վատի մեջ, գոնե վատով սահմանափակվես, էլի, այսինքն եթե ինչ որ տարբերակ կա, որը քո ազգային ցանկություններին կամ քո էմոցիաներին չի համընկնում, բայց հնարավոր է որ տեղի ունենա, դու պետք է դրան պատրաստվես, այսինքն սառը դատողությամբ անալիզ անես ու հասկանաս, եթե Արցախը ընկնելու է, ավելի լավ Արցախի բնակչությանը կազմակերպված հանես, քան թե թողես այս քաոտիկ իրավիճակում։ Հիմա բնական է Հայաստանից հանելու մասին չի խոսքը, բայց Հայաստանում ճիշտ պլանավորելու, սցենարիներ մշակելու ու անընդհատ ստեղծագործ միտք աշխատացնելու։ Արցախում ես միևնույն է, ասում եմ շատերը չեն համաձայնվում, բազմաթիվ տարբերակներ կար, կոմպրոմիսներ, փոխադարձիչումներ, լուծումներ, այդ հրայրի գրքում էլ կա Լավրովի պլանի հետ կապված ինչ որ լիքը նյուանսներ կար, որը կարելի էր ընդունել մինչև պատերազմել 20 թվականի։ Ենթադրենք, հա, մենք ոնց էր այդ ոչ մի թիզականությունը, մենք մեր փակ հայկական աշխարհում ստեղծել ենք միֆոլոգիզացված ինչ որ իրականություն, որ մենք աշխարհի տարածաշրջանի գոնե ամենահզոր բանակը ունենք, որ մենք սենց ենք, մեր անհաղթելի ենք, մեր բանակը, բայց հետո պարզվեց, որ իսկ լիքը խնդիրներ ունենք, հա, ու այդ բանակցելուց երբ որ բանակցում էր Փաշինյանը Ալիևի հետ, մենք պետք է հասկանայինք 18, 19, 20 թվականներին, պետք է հասկանայինք մեր կարողությունները որտեղ են, եթե հիմա ասում ենք, որ իրանք 40 միլիարդ դոլար են ծախսել իրանց ռազմական կարողությունների վրա, մենք 5 միլիարդ էլ չենք ծախսել, բնական է, ինչի են ժամանակ չէինք հաշվում, այսինքն պետք է այդ բոլոր փաստերը դնել իրար կողք, հիմա էլ այսօրվա Հայաստանում Ադրբեջանի հետ հարաբերություններում, հա, կա խնդիրներ, կա ինչ որ նոր լուծումներ, ու այդ նոր լուծումների վրա էլ պետք է աշխատենք, բայց նաև մեկտեղ մեր պաշտպանությունը չպետք է մոռանանք։ Ու այդ նույն Արցախը, ենթադրենք, Արցախը ես մի ժամանակ Գազայի հետ էի համեմատում, Արցախը 3.500 էր, ինչ որ մնացել էր քառակուսի կիլոմետր, Գազան 400 է։ Գազան մինչև հիմա Համասը պայքարում է 3 տարի է։ Մենք մի օրվա մեջ փաստորեն վերջացավ։ Ինչի տեն ստացվեց։ Ինչի իրանք կարող էին տասնյակ կիլոմետրով թունելներ փորել, պատրաստվել։ Հա, իսկ մենք ոչ մի թունել չենք։ Ես գյուղերում համարյա Արցախի բոլոր գյուղերում եղել եմ։ Ապաստան չունեինք։ Ինչ խրամատ չկար։ Ադրբեջանի դիրքերը 500 մետրի վրա մի հատ խրամատ չկար փորած։ Իսկ գյուղացիները ասում էին, պարոն Հակոբյան, ասում եք, թե կարելի է գնացեք նախագահային ասեք, թող գա մեզ ասի, մենք խրամատ փորենք, ռմբապաստարան սարքենք, ինչ անենք։ Ու այդ բանը ու հիմա էլ նույնն է։ Մենք հա խաղաղության օրակարգ, երկու ձեռքով կողմ են, բանակցում ենք, Ադրբեջանի հետ նոր էջ ենք փորձում բացել, բայց դրա հետ մեկտեղ մեր կարողությունները պաշտպանության առումով, հա, պետք չի ոչ մի ձևի մի կողմներ։ Շվեյցարիան, որը 200 տարի է նեյտրալ է ու խաղաղ է, ինքը միջև մայն ամեն մի շվեյցարացի չորտեղ զենք ունի բաց։ Եթե հանկարծ ինչ որ մեկը արձակվի ու գիտի ուր գնա, ինչ անի, ում հետ համագործակցի։ Իսկ մենք մեր տարածքային այդ պաշտպանության համակարգը տենց էլ կիսատ բրացարկել ենք, մեր այդ ռեզերվիստների կարողությունները այդքան կազմը ու բազմաթիվ ուրիշ հարցեր կա, մենք ինչ որ հա լավ զենքեր գնել ենք Հնդկաստանից կամ Ֆրանսիայից կամ կարող ուրիշ տեղից էլ, բայց այդ զենքերը ինչպես են կոմպլեքս կառավարվում, համակարգի մեջ ինչպես են մտնում ու մինչև դա կյանքով չփորձվի դժվար ասել, մենք ճիշտ արել ենք ինչ որ պետք էր, թե մի մասը արել ենք ու սկսել ենք մեզ ինքներ, այդ մեկ էլ մեր այդ միֆերի մասն է երազանքներ միֆերում ապրելը, մեկ էլ մենք մեզ անընդհատ գովում ենք։ Ու բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, նախարարներ, թե պետական գործիչներ, թե ոչ պետական, որ անընդհատ մինչև օրինակ Իսրայելը իրան չէր գովում, չէ, բայց երբ որ իրան խփեցին, ինքը սարսափելի դաժան հարված տվեց, բայց մենք գովում էինք աշխարհի տարածաշրջանի հզոր բանակը, ուժեղ ենք, հայ ժողովրդին կոտրել հնարավոր չի, չգիտեմ, Շուշին ոչ մի ձևով չենք հանձնի, Հադրութը բարձում է ոչ ոք չգիտեր հանձնված էր, բայց ոչ ոք չէր ուզում ընդունել։ Այդ իրականությունը ընդունելը, հա, այդ փաստերից մեկն է, որ մենք դի կարողանանք իրական հասկանանք մեր ուժերը, մեր կարողությունները, բայց դրա համար չկանգնենք այդ կետի վրա, անընդհատ զարգանալու խնդիր ունենանք ու բոլորս միասին դրա վրա աշխատենք։ Շնորհակալություն Դավիթ, մեր զրույցը ամփոփենք մի փոքր ավելի ուրախ կողմով, մենք ունենք խաղ, պատմեք 3 պատմություն ձեր մասին, որոնցից մեկը սուտ,
Եվ մեզ դիտող լսողները, այո, երկու ճիշտ պատմություն, մեկը սուտ, եւ մեզ դիտող լսողները արդեն մեկնաբանություններում կփորձեն գուշակել, որն էր սուտ պատմությունը, ու պատմեք այնպիսի պատմություններ, որոնք անհավանական են, հատկապես եղել եք այդպիսի իրավիճակներում, իսկ ովքեր մեզ միացել են Ռե Արմենիայում ամսական բաժանորդագրությամբ, նկարահանումից հետո կադրից դուրս հատված կնկարենք եւ ճիշտ պատասխանը կուղարկենք իրենց։ Կարող եք մտածել։ Մտածեմ 3 հատ, հա։ 3 հատ, 3-ից մեկը սուտ, երկուսը ճիշտ, ու այդ սուտը իրանք պիտի գուշակեն, հա։ Ես չեմ նշում, ինչն է ճիշտ, ինչն է սխալ, հա։ Ուրեմն առաջինը երևի Արցախից մի բան պատմեմ։ Արցախում ուրեմն այդ ասեցի բազմաթիվ գյուղեր գնացել են, բազմաթիվ մարդկանց հետ շատ հետաքրքիր հանդիպումներ ա, ու այդ բացարձակ ոնց իրարից կտրված լինելը իշխանություն ու բնակչություն։ Իմ համար մինչև հիմա ֆենոմեն է, որ ես փորձել եմ անդադար կամուրջներ հաստատեմ, իրար հետ կապեմ, խոսամ, բան, ու տենց մինչև հիմա այն որ անբավարարության զգացումը մնացել, որ ինչինք մենք մեր հասարակությունը մանանդ այդ վիճակում այդքան տրոհված ու ինչն է պատճառը մինչև հիմա էլ ես այտենց բան չունեմ, հստակ պատասխան չունեմ, բայց փորձեցի նաև ընդհանուր լուծումների դաշտ առաջարկեմ։ Այդ մի պատմություններ, հա, ուրեմն մի հատ քիչ հետաքրքիր պատմություններ Սոմալիա, չէ, մանում էր Աֆղանստանում էր, ուրեմն մի անգամ ես բաներ, սենց մեր բանը կոչվում է Green Village, հա, կանաչ գյուղ, այդ որտեղ ամերիկացի ծերունա մենք ենք եւ այլ, շուտ փակ տարածք կա, ու մեր վրա սարսափելի դաժան հարձակում ա լինում, առաջի մեքենան գալիս է, պայթում է մետաղից 5 տոննանոց դու երկաթե դարպասը գոլոշի է դառնում այդ աշյանի ուժեղ, իրանց հետո երկրորդ մեքենան է գալի, երկրորդ 3 պատա, երկրորդն է պայթում, հետո երրորդի մոտ արդեն գալիս է մի մեքենա, որի մեջ 8 հոգի, իրանց այդ սուիսատ վեստերով, այդ ինքնա պայթող բաներով գալիս մտնում են ու սկսում են բան անել, փորձում են արդեն մտնել ու ես մոտորապես 20 մետրի վրա եմ այդտեղից արդեն երրորդ գծից ու 30 քանի բունկերներ կա այդտեղ, որտեղ բոլոր աշխատողները պիտի գնան թաքնվեն, իսկ ես էլ փորձում եմ հերթով նայեմ ով որտեղ է, ինչ է անում եւ այլն, ու մեկ էլ այդ ժամանակ հեռախոսս զանգում է, տեսնում եմ կինս է զանգում Ամերիկայից, ես կարծում եմ ինքը զանգել է, լսել է դրա մարդան CNN բան խոսում են, ինքը ասում է գիտես ինչ երեխային տարել եմ իր անկերու Նյու Յորքի ինչ որ վերևի մասերում, ինչ որ երեխային միտեղ եմ տարել, ասում է բայց հիմա դուրս եմ եկել ճանապարհը կորցրել եմ, բացարձակ մութ անտառի մեջ եմ, չգիտեմ ուր գնամ։ Ու ես այդ պահին ընդհանրենք այդ տերորիստներով ասեն շրջապատած, փորձում եմ հասկանամ, հիմա կնոջս ինչ ասեմ, ասում արի ես էլ իմ խնդրեմ պատմեմ, հետո դեն որնա, ման մեկ էլ ես էլ իմ խնդրեմ եմ պատմում, մեկ էլ ասում հա դու տարար քո վախտեցիր ասում քո խնդրեմը ավելի լուրջ է մի խոսքով այդ հետաքրքիր պատմություններից մեկն էր երրորդ պատմությունն էլ ուրեմն Սոմալիայում բան է եղել այդ հսկական երաշտներից մեկն էր ու այդ այնտեղ 3 տարին մեկ ոնց որ բան է երաշտ է լինում ու տասնյակ հազար մարդիկ մահանում են կենդանիները բոլորը եւ այլն դժոխային ինչ որ պայմաններ, հա, ու հիմա գնում եմ, փորձում եմ ինչ որ այդ մարդկանց օգնեմ, ուրեմն հասկանում եմ, տեսնում եմ իրավիճակը դաժան, սարսափելի ինչ որ սենց պատմություններ ա բանա, մեկ էլ գալիս եմ, հա, ու տեսնում եմ, որ արդեն գյուղեր ա, տենց գյուղեր էլ դա չի էլ, շատ դժվար վիճակ ա, այնտեղ արդեն իրանց ուխտերը գայլ այծերը բոլորը մահացել են մարդիկ ասես նիհարած հեսա մահանալու վրա են ու գալիս եմ ՄԱԿ-ի պարենային ծրագրի ղեկավարին թռնում եմ Նայրոբի ասում եմ կատաստրոֆիկ վիճակ է պետքա բան անել ինչ որ բան փրկել այս մարդկանց ասում է հա մենք ուզում ենք փրկենք բայց մենք պիտի կարիքների գնահատում անենք մինչև հասկանանք ում պիտի օգնենք ասում եմ այս ինչքան կտևի ձեր կարիքների գնահատումը ասում եմ մոտորապես 6 ամիս ասում եմ մինչև դուք ձեր կարիքների գնահատում անեք, այդտեղ կենթանի մարդ չի մնա ու մի խոսքով այդտեղ ինչ որ փորձում ենք ինչ որ բան, ես արդեն ինքս որոշեցի ինչ որ բաներ ինքս օգնություն ինչքանով կարողացա հասցնեմ բան, հետո շատերը միացան ու նենց ոնց որ
առաջնահերթ խնդիր դառավ, բայց այդ պահը, որ sense էլի մարդիկ, որ ուրիշ իրականության մեջ ապրում են, չեն տեսնում, շատ դժվար են պատկերացնում, էլի, այդ ինչքան կարա խորը լինի խնդրեմը։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Դավիթ։ Եղավ, ես եմ Հաճելի շնորհակալ, հաճելի էր զրույցի համար։ զրույցի հրավիրելու համար ու շնորհակալություն հարցերի լավ, շարքը լավ պատրաստելու համար։ Սիրով։